7 տարեկան տղան, ով որբ է միայնակ, ապաստան է գտնում հացի փռի հետում գտնվող ստվարաթղթե տուփում։ Չնայած քաղցին ու թշվառությանը, նա բաժանում է այն քիչը, ինչ ունի, անգիտակցաբար կրում է մի պար, որը ցավը վերածում է հույսի։ Երբ նա ձեռք է դիպչում կաթվածահար հավատը կորցրած մի տղամարդու, նա արթնացնում է նրա առաջին շարժումը 10 տարվա ընթացքում, քավության հնարավորություն։ Բայց իսկական հրաշքը տեղի է ունենում, երբ մի երեխայի պարզ սերը սովորեցնում է միլիոնատիրոջը նորից քայլել, մարմնով հոգով։ Մինչ այս պատմությունը սկսելը, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանել տեսանյութը, ինչը շատ կարևոր է մեզ համար, ասացեք, թե որ քաղաքից եք դիտում այս պատմությունը։ Գիշերն իջնում էր Երանի վրա, որպես ծանր ու լուռ թիկնոց։ Աչափնյակ վարչական շրջանում Դավթաշենի բանուկ փողոցների թաղամասը կտրող մոռացված նրբանցքների միջ գոյություն ուներ մի աշխարհ, որն անտեսանելի էր մեծ քաղաքի շտապող աչքերի համար։ Հենց այնտեղ մի հացի փռի հետնաբակում, որտեղից ցերեկները թարմ հացի քաղցր բույր էր գալիս, 7-ամյա մի տղա, Գաբրիել անունով, ամեն գիշեր իր ապաստանն էր գտնում։ Ստվարաթղթե տուփը, որը նրա տունն էր, շատ բան չէր կարող առաջարկել, բացի երանյան լուսաբացներին փչող սառը քամուց պաշտպանվելու հնարավորությունից։ Գաբրիելը զգուշությամբ էր այն դասավորում, ծալելով կողքերը մի տեսակ ինքնաշեն տանիք ստանալու համար, հատակը պատում էր մայթերից հավաքած թերթերով։ Դա շատ բան չէր, բայց իրենն էր։ Աշխարհում միակ տեղն էր, որտեղ կարող էր աչքերը փակել, առանց վտարվելու վախի։ Գաբրիելի պատմությունը նման էր շատ ուրիշների, որոնք կորչում էին այս հսկայական մետրոպոլիայի աղմուկի մեջ։ Նրա մայրը Լուսինեն հեռացել էր ընդամենը 3 ամիս առաջ, տարված մի հիվանդության կողմից, որը եկել էր արագ ու կործանարար, առանց հրաժեշտի կամ նախապատրաստվելու ժամանակ տալու։ Նա այն ամենն էր, ինչ ուներ տղան։ Առանց հայտնի հոր, առանց կենդանի տատիկ-պապիկների, առանց հորեղբայրների կամ զարմիկների, որոնք կարող էին պատասխանատվություն ստանձնել, Գաբրիելը մեկ գիշերվա մեջ մենակ մնաց։ Հին, ընդհանուր բակով շենքի հարանները, որտեղ նրանք ապրում էին, փորձեցին օգնել առաջին շաբաթներին, բայց կյանքն արդեն իսկ չափազանց դժվար էր բոլորի համար։ Ոչ ոք չէր կարող սմեկ բերան կերակրելու հոգսն իր վրա վերցնել։ Այդպես Գաբրիելը ծանոթացավ փողոցներին։ Առաջին օրերին լաց էր լինում, մինչ արցունքներն սպառվում էին։ Մութ անկյուններում մորն էր կանչում, հույս ունենալով, որ նա կհայտնվի իրեն կտանի, ինչպես անում էր, երբ շուկայում մոլորվում էր։ Բայց նա չվերադարձավ։ Այլս երբեք չէր վերադառնալու։ Եվ տղան ստիպված եղավ մենակ սովորել քաղաքային գոյատման դաժան կանոնները։ Մեր հացը, հացի փուռը ղեկավարում էր տատիկ Իրինան, սպիտակ մազերով բարի աչքերով մի կին, որն արդեն 70-ն անց էր։ Նա առաջին մարդն էր, որ նկատեց հաստատության հետնամասում քնող նիհար տղային։ Նրան վտարելու փոխարեն, ինչպես շատերն էին արել, տատիկ Իրինան սկսեց հնացած հացեր թողնել պոլիէթիլենային տոպրակի մեջ, հետի դռան մոտ, միշտ գիշերվա վերջում, երբ փակում էր հացի փուռը։ Գաբրիելը երբեք չէր մոռանա այն առաջին անգամը, երբ գտավ այդ տոպրակը։ Բացեց դողացող ձեռքերով, գրեթե չհավատալով։ Ներսում 3 ֆրանսիական հաց կար, պինդ, բայց դեռ ուտելի, մի կտոր թորոմած թխվածք։ Հացերից մեկը հենց տեղում կերավ, զգալով, թե ինչպես են արցունքները հոսում իր նիհար դեմքով։ Դա օրերի մեջ առաջին անգամն էր, որ նորմալ սնունդ էր համտեսում։ Բայց նույնիսկ սովի ճնշման տակ, մյուս 2 հացերը պահեց։ Գիտեր, որ շրջակայքում ուրիշ մարդիկ էլ կան, որոնք նույնպես դրա կարիքն ունեն։ Այդպես նա ծանոթացավ Պապիկ Վարդանի տատիկի հետ։ Պապիկ Վարդանը մի մարդ էր, որն արդեն պետք է 60-ն անց լիներ, բոլորովին կույր, որն օրերն անցկացնում էր մի անկյունում նստած, անցորդներից մանր դրամ խնդրելով։ Ոչ ոք ստույգ չգիտեր նրա պատմությունը, բայց Գաբրիելը միանգամից նկատեց, որ ծերունին երբեք բավականաչափ գումար չէր կարողանում հավաքել նույնիսկ մի թեթ ուտելիքի համար։ Տատիկը տարբեր էր։ Նա ինքն իր հետ խոսում էր, երբեմն գոռում մարդկանց վրա, որոնց ուրիշ ոչ ոք չէր տեսնում, ապրում էր իր սեփական աշխարհում, իր շփոթված մտքի մեջ։ Մյուս անօթանները խուսափում էին նրանից, բայց Գաբրիելը խորը կարեկցանք էր զգում նրա հանդեպ։ Այդ առաջին գիշերը նա հացերը կիսեց 2-ի հետ։ Պապիկ Վարդանը բռնեց տղայի փոքրիկ ձեռքը, խեղդուկ ձայնով շնորհակալություն հայտնեց։ Տատիկը մի քանի վայրկյան դադարեց ինքն իր հետ խոսելուց ժպտաց, մի հազվագյուտ ու անկեղծ ժպիտ, որը լուսավորեց նրա կեղտոտ դեմքը։ Եվ հենց այդ պահին, դիպչելով կույր ծերունու կոշտացած ձեռքերին, մի տարօրինակ բան տեղի ունեցավ։
Գաբրիելը զգաց, թե ինչպես իր ձեռքերով մի ջերմություն բարձրացավ, մի մխիթարող հզոր զգացողություն, որը գալիս էր իր ներսի մի տեղից, որը չէր կարող բացատրել։ Պապիկ Վարդանը լայն բացեց իր դատարկ աչքերը, ասաց, որ իր մեջքը, որ շաբաթներ շարունակ ցավում էր, հանկարծ լավացավ։ Տղան չհասկացավ, թե ինչ տեղի ունեցավ։ Մտածեց, որ դա զուգադիպություն է, որ ծերունին պարզապես բարություն է անում։ Բայց դա զուգադիպություն չէր։ Հաջորդ օրերին Գաբրիելը նկատեց, որ ամեն անգամ, երբ դիպչում էր մեկին, ով իսկապես տառապում էր, ինչ-որ բան էր տեղի ունենում։ Դրանք տպավորիչ հրաշքներ չէին, այլ փոքր թեթացումներ։ Գլխացավ, որն անցնում էր, ջերմություն, որն իջնում էր, հոգնած մարմին, որը հանգիստ էր գտնում։ Նա դա չէր ընկալում որպես գերբնական շնորհ։ Գաբրիելի համար դա պարզապես իր ձն էր, կիսվելու այն բարությամբ, որ մայրը միշտ սովորեցրել էր իրեն։ Լուսինեն ասում էր, որ մարդ երբեք իսկապես աղքատ չի լինում, երբ սրտում կիսվելու սեր ունի։ Եվ տղան դա լուրջ էր ընդունում։ Մինչ Գաբրիելը պայքարում էր Դավթաշենի փողոցներում գոյատելու համար, քաղաքի մյուս կողմում, կենտրոնի հարուստ թաղամասում, բարձր պարիսպներով անթերի այգիներով շրջապատված մի վեհաշուկ առանձնատան մեջ, ապրում էր բոլորովին այլ մարդ։ Նրա անունը Էդուարդ Սարգսյան էր, նա մի հարստության տեր էր, որը կուտակել էր անշարժ գույքի ոլորտում տասնամյակների աշխատանքի ընթացքում։ Շենքեր, արտրի կենտրոններ, շքեղ համալիրներ։ Սարգսյան անունը դրոշմված էր ամբողջ Երանում։ Բայց ինչ օգուտ այդ ամբողջ փողից, եթե Էդուարդը չէր կարողանում նույնիսկ հաշմանդամի սայլակից վեր կենալ։ Արդեն 10 տարի էր անցել այն վթարից, որը խլել էր նրա ոտքերի շարժումները։ Հիմար վթար էր, նույնիսկ սովորական։ Թաց ճանապարհ, կառավարումը կորցրած մեքենա։ Էդուարդը ողջ մնաց, բայց այլս երբեք նույնը չեղավ։ Այդ օրվանից նրա շքեղ կյանքը վերածվեց մարմարե բյուրեղապակյա բանտի։ Կինը, Հեղինեն, հեռացավ վթարից 2 տարի անց։ Չդիմացավ, տեսնելով, թե ինչպես է ամուսինը խորտակվում դառնության դեպրեսիայի մեջ։ Երեխաներն արդեն մեծ էին, իրենց սեփական կյանքն ունեին այլ երկրներում։ Այցելում էին տարին 1-2 անգամ, կատարելով ընտանեկան պարտականությունը։ Էդուարդն ուներ միայն աշխատողներին իր զարմուհուն, Մոնիկային, իր մահացած եղբոր դստերը։ Մոնիկան Էդուարդի կյանքում հայտնվեց Հեղինեի հեռանալուց անմիջապես հետո։ Հայտնվեց արցունքներն աչքերին, ասելով, որ հորեղբայրը իր միակ հարազատն է, որ ուզում է հոգ տանել նրա մասին։ Էդուարդը, թուլացած միայնակ, ընդունեց նրա ներկայությունը։ Նրան տվեց առանձնատան միտ, առատաձեռն ամսական գումար, անսահմանափակ մուտք։ Երբեք չնկատեց, որ զարմուհու աչքերը փայլում էին ոչ թե սիրուց, այլ փառասիրությունից։ Մոնիկան ամեն ինչ սառնասրտորեն պլանավորել էր։ Գիտեր, որ կտակում ընդգրկված է, բայց ուզում էր երաշխավորել, որ ամեն ինչ կժառանգի։ Դրա համար պետք էր Էդուարդին մեկուսացված, կախյալ պահել ամենից։ Կարորը, համոզված, որ ինքը միակ մարդն է, ով հոգ է տանում նրա մասին։ Հենց նա էր վարձել բուժեղբայր Մարսելին, մի բարձրահասակ մկանուտ տղամարդու, որը կասկածելի անցյալ ուներ, բայց գիտեր, թե ինչպես կեղտոտ գործն անել, առանց հետքեր թողնելու։ Մարսելը Էդուարդի հետ վարվում էր նուրբ դաժանությամբ։ Երբ մոտակայքում ոչ ոք չկար, չափազանց ուժեղ էր բռնում, օգնելով տիրոջը հագնվել, դիտմամբ ցնցումներով էր հրում հաշմանդամի սայլակը, չարախինդ մեկնաբանություններ էր անում նրա վիճակի մասին։ Էդուարդը մի քանի անգամ բողոքեց Մոնիկային, բայց նա միշտ պաշտպանում էր Մարսելին, ասելով, որ հորեղբայրը չափազանց զգայուն է դարձել, որ բուժեղբայրները դժվար աշխատանք ունեն։ Միակ աշխատողը, որը Էդուարդի հետ արժանապատվորեն էր վարվում, պարոն Հովակիմն էր, վարորդը, որն ընտանիքի համար աշխատում էր ավելի քան 20 տարի։ Հովակիմը ճանաչում էր Էդուարդին, երբ նա դեռ կենսունակ հավակնոտ մարդ էր։ Տեսել էր Սարգսյան կայսրության վերելքը, ականատես եղել Հեղինեի հետ երջանիկ ամուսնությանը, հետել երեխաների ծնունդին։ Եվ հիմա տխրությամբ տեսնում էր, թե ինչպես է Տերը թոշնում այդ հսկայական առանձնատանը, շրջապատված շքեղությամբ, բայց բոլորովին մենակ։ Մի անձրոտ երեքշաբթի օր ճակատագիրը որոշեց միահյուսել այս երկու այդքան տարբեր կյանքերը։ Էդուարդը բժշկի այցելություն ուներ Նաիրի բժշկական կենտրոնում։ Եվս մեկ ֆիզիոթերապիայի, որը ոչ մի արդյունք չէր տալիս։ Պարոն Հովակիմը զգուշորեն վարում էր Մերսեդեսը Երանի թաց փողոցներով, հետի նստատեղից լսելով տիրոջ դառը տրտունջները։ Նրանք հիվանդանոցից վերադառնում էին, անցնում էին Դավթաշենով, երբ մեքենայի շարժիչը սկսեց տարօրինակ ձայն հանել։ Հովակիմը կնճռեց ճակատը, անհանգստացած։
Ձայնն ուժեղացավ, հանկարծ սպիտակ ծուխ սկսեց դուրս գալ կապոտի տակից։ Այլ ելք չկար, քան կանգ առնել։ Ճակատագրի հեգնանքով նրանք կանգնեցին հենց մեր հացի փռի դիմաց, որտեղ Գաբրիելն ամեն գիշեր քնում էր։ Երեկո էր մոտենում։ Գաբրիելը նստած էր մայթին, հետում էր շարժմանը, երբ տեսավ կայանող Մերսեդեսը։ Այդպիսի մեքենաներ հազվադեպ էին լինում այդ տարածքում։ Նրա աչքերը փայլեցին հույսի կայծով։ Գուցե վարորդը մի քանի մանր դրամ ունենար տալու։ Վեր կացավ, կեղտոտ ձեռքերը սրբեց պատրված շորտերի վրա, երկչոտ մոտեցավ։ Պարոն Հովակիմը բացել էր կապոտը, անհանգստությամբ սննում էր շարժիչը։ Դա մեխանիկական խնդիր չէր։ Ռադիատորի խողովակն էր պատրվել։ Պետք է էվակուատոր կանչեր։ Հետի նստատեղին Էդուարդը մգեցված ապակուց ձանձրացած արտահայտությամբ նայում էր դուրս։ Գաբրիելը թեթակի թակեց հետի ապակին։ Էդուարդը պատուհանը միայն մի փոքր բացեց, արդեն պատրաստ մերժելու հերթական մուրացկանին։ Ինչ ես ուզում, տղա։ Ձայնը սառն էր, կտրուկ։ Բայց Գաբրիելը չվախեցավ։ Սովոր էր մերժմանը։ Պարոն, մի մանր դրամ չեք տա։ Միայն մեկը, որ հաց առնեմ։ Էդուարդը տնքաց։ Եվս մեկ փողոցի երեխա, որ փող է ուզում։ Պատրաստվում էր կոպիտ նախադասությամբ հեռացնել, երբ ինչ-որ բան ստիպեց նրան կանգ առնել։ Ավելի ուշադիր նայեց տղային։ Նկատեց մեծ ու մուգ աչքերը, հիվանդագին նիհարությունը, լաթերի վերածված հագուստը։ Բայց ոչ թե թշվառ տեսքը զարմացրեց նրան։ Այլ բան էր։ Այդ տղայի աչքերում մի բան կար, որ Էդուարդը վաղուց չէր տեսել։ Ցավ կար, այո, բայց նա բարություն կար։ Մի մաքուր անմեղ բարություն, որը դիպավ գործարարի կարծրացած կրծքի ներսում քնած մի բանի։ Մանր դրամ չունեմ, պատասխանեց Էդուարդը ավելի մեղմ, քան մտադրվել էր։ Գաբրիելը ժպտաց, առանց վիրավորանքի։ Ոչինչ, պարոն։ Թող Աստված օրհնի ձեզ։ Տղան պատրաստվում էր հեռանալ, երբ նկատեց, որ մեքենայի ներսի մարդը նույնքան մենակ է թվում, որքան ինքը։ Նրա աչքերում մի բան կար, մի խորը տխրություն, որը Գաբրիելը լավ գիտեր։ Դա նույն տխրությունն էր, որ տեսնում էր նրբանցքի կոտրված հայելու մեջ, այն հազվագյուտ պահերին, երբ կարողանում էր իրեն նայել։ Դուք տխուր եք, ասաց Գաբրիելը երեխաներին բնորոշ դաժան անկեղծությամբ։ Էդուարդը թարթեց, զարմացած։ Ինչ։ Ձեր աչքերը։ Դրանք տխուր են։ Ճիշտ իմինի պես, երբ մայրիկիս մասին եմ մտածում։ Մայրիկիդ, կրկնեց Էդուարդը, տարօրինակ ցավ զգալով կրծքում։ Որտեղ է նա։ Նա հեռացել է։ Այլս այստեղ չէ։ Բայց ես գիտեմ, որ նա ինձ մի տեղից տեսնում է։ Էդուարդը կուլ տվեց։ Այն անմեղությունը, որով տղան խոսում էր կորստի մասին, միաժամանակ հուզիչ էր կործանարար։ Այս տղան կորցրել էր մորը, մենակ էր աշխարհում, այնուամենայնիվ կարողանում էր ժպտալ։ Մինչ Էդուարդը կկարողանար պատասխանել, Գաբրիելը մեկնեց իր փոքրիկ, կեղտոտ ձեռքը պատուհանի բացվածքով։ Կարող եմ ձեր ձեռքը բռնել։ Մայրիկս ասում էր, որ դա օգնում է, երբ տխուր ենք։ Դա այնքան պարզ, այնքան մաքուր խնդրանք էր, որ Էդուարդը չկարողացավ մերժել։ Վարանելով, մեկնեց ձեռքը դիպավ տղայինին։ Հենց այն պահին, երբ նրանց մաշկերը դիպան իրար, մի արտասովոր բան տեղի ունեցավ։ Ջերմության ալիք անցավ Էդուարդի մարմնով, սկսվելով ձեռքից ճառագայթելով մինչ անշարժացած ոտքերը։ Կարծես հազարավոր լուսե ասեղներ խոցեին նրա մեռած մկանները։ Եվ ապա, 10 տարվա մեջ առաջին անգամ, Էդուարդը մի բան զգաց։ Ծակ-ծկոց։ Մի փոքրիկ շարժում աջ ոտքի մեծ մատի մոտ։ Նա լայն բացեց աչքերը, բերանը բաց։ Նայեց սեփական ոտքերին, հետո տղային։ Գաբրիելը ժպտում էր, կարծես ոչ մի արտասովոր բան տեղի չէր ունեցել։ Լավացաք, պարոն, հարցրեց տղան։ Էդուարդը չկարողացավ պատասխանել։ Շոկի մեջ էր։ Դա հնարավոր չէր։ Չէր կարող իրական լինել։ Բայց զգացել էր։ Տասնամյակի մեջ առաջին անգամ զգացել էր իր ոտքերը։ Մեծ մատը շարժվել էր, վստահ էր։ Հովակիմը փակեց կապոտը, մոտեցավ տիրոջ պատուհանին։ Պարոն Էդուարդ, պետք է էվակուատոր կանչեմ։ Խողովակը պատրվել է։ Բայց Էդուարդը հազիվ լսեց նրան։ Հայացքը գամված էր տղային, որն արդեն հեռանում էր մայթով։
Սպասիր, գոռաց Էդուարդը մի հրատապությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Գաբրիելը կանգ առավ հետ նայեց։ Անունդ ինչ է, տղա։ Գաբրիել։ Գաբրիել, Էդուարդը կրկնեց անունը, համտեսելով յուրաքանչյուր վանկը։ Գաբրիել, ես ուզում եմ, որ դու ինձ հետ գաս։ Իմ տուն։ Տղան թարթեց, շփոթված։ Ձեր տուն։ Այո։ Դու ինձ հետ ես ապրելու։ Բայց պարոն, ես ձեզ նույնիսկ չեմ ճանաչում։ Էդուարդը չգիտեր ինչպես բացատրել, թե ինչ է զգում։ Հույսի, վախի, հուզմունքի խառնուրդ, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Եթե այդ տղան իսկապես ստիպել էր իր ոտքերին շարժվել, նույնիսկ մի վայրկյանով, ապա նա այն պատասխանն էր, որը Էդուարդը փնտրում էր տասնամյակ շարունակ։ Դա նորից քայլելու հնարավորությունն էր։ Նորից ապրելու։ Կարոր չէ։ Դու մնալու տեղի կարիք ունես, այնպես չէ՞։ Եվ ես կարող եմ դա առաջարկել։ Մահճակալ, ուտելիք, մաքուր հագուստ։ Գաբրիելը նայեց առանձնատանը մեքենայի պատուհանից, հետո նայեց իր ստվարաթղթե տուփին, հացի փռի հետնաբակում։ Ընտրությունը ակնհայտ էր, բայց ինչ-որ բան նրա ներսում վարանում էր։ Չէր ճանաչում այդ մարդուն։ Չգիտեր, կարող է վստահել, թե ոչ։ Պարոն Հովակիմն էր, որ լուծեց անորոշությունը։ Վարորդը ծնկի իջավ տղայի կողքին, մեղմ ձայնով խոսեց։ Կարող ես վստահել պարոն Էդուարդին, տղա։ Նա իր խոսքի տերն է։ Եթե օգնություն է առաջարկում, նշանակում է, իսկապես ուզում է։ Գաբրիելը նայեց Հովակիմի ազնիվ աչքերին, զգաց, որ կարող է հավատալ։ Գլխով արեց, դեռս անվստահ։ Լավ։ Ես կգամ։ Էդուարդը ժպտաց։ Դա փոքր ժպիտ էր, ժանգոտած չօգտագործվելուց, բայց այնուամենայնիվ ժպիտ էր։ Այնքան վաղուց իսկապես չէր ժպտացել, որ գրեթե մոռացել էր, թե դա ինչպես է լինում։ Էվակուատորը ժամանեց կես ժամ անց, Մերսեդեսը քարշ տվեց մինչ առանձնատուն։ Տաքսիով ճանապարհին Էդուարդը հետում էր Գաբրիելին հետին հայելու միջով։ Տղան լայն բացած աչքերով նայում էր պատուհանից, հիացած քաղաքով, որն արդեն այնքան լավ գիտեր, բայց որն այժմ տեսնում էր մեքենայի ներսից, առաջին անգամ որպես ուղոր, ոչ թե փողոցի բնակիչ։ Երբ հասան կենտրոնում գտնվող առանձնատուն, Գաբրիելն իջավ մեքենայից, կանգնեց մուտքի մոտ, վախեցած։ Էլեկտրական դարպասը բացվեց, բացահայտելով ընդարձակ այգիներ, զարդարուն շատրվաններ, մի տուն, որը պալատի էր նման։ Երբեք չէր պատկերացրել, որ այդպիսի տեղեր իրականում գոյություն ունեն։ Հացի փռի տատիկ Իրինան ամեն ինչ տեսավ պատուհանից։ Տեսավ, թե ինչպես տղան նստեց մեքենան հարուստ մարդու հետ։ Սիրտը սեղմվեց անհանգստությունից, բայց նա հույսից։ Գուցե դա այն հրաշքն էր, որին Գաբրիելն արժանի էր։ Առանձնատան ներսում Մոնիկան հյուրասենյակի պատուհանից հետում էր, երբ տեսավ, որ հորեղբայրը գալիս է մի փնթի տղայի ուղեկցությամբ։ Կնճռեց ճակատը, կասկածամտորեն։ Սա ինչ էր։ Էդուարդը երբեք ոչ ոքի տուն չէր բերել։ Վազելով իջավ աստիճաններով, արդեն կեղծ ժպիտ պատրաստելով։ Հորեղբայր, ով է այս տղան, հարցրեց նա, պահպանելով սովորական քաղցր տոնը։ Սա Գաբրիելն է։ Նա մեզ հետ է ապրելու, պատասխանեց Էդուարդը մի վճռականությամբ, որը վիճարկման տեղ չէր թողնում։ Մոնիկան թարթեց, փորձելով հասկանալ տեղեկությունը։ Այստեղ ապրի։ Բայց հորեղբայր, չեք կարծում, որ դա շտապողականություն է։ Դա քո գործը չէ, Մոնիկա։ Նրա համար սենյակ պատրաստիր։ Հյուրերի լավագույն սենյակը։ Եվ մաքուր հագուստ։ Եվ ուտելիք։ Տղան պետք է սոված լինի։ Զարմուհին սեղմեց բռունցքները, սառած ժպիտը դեմքին պահելով։ Դա անընդունելի էր։ Փողոցի մի երեխա ներխուժում է առանձնատուն, գրավում հորեղբոր ուշադրությունը։ Նա պետք է գործեր, արագ։ Բայց այդ գիշեր, մինչ Գաբրիելը ամիսների մեջ առաջին տաք լոգանքն էր ընդունում, մաքուր գիշերանոց էր հագնում, ուտում այնքան, որքան ուզում էր, մոր մահից հետո առաջին անգամ Էդուարդ Սարգսյանը մի բան էր զգում, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Նա հույս էր զգում։ Եվ այն ոտքի մատը, որը շարժվել էր, նույնիսկ մի ակնթարթով, ապացույցն էր, որ հրաշքները դեռ հնարավոր են։ Այն, ինչ նրանցից ոչ ոք չգիտեր, այն էր, որ սա ընդամենը մի պատմության առաջին էջն էր, որը հավերժ փոխելու էր երկուսի կյանքը։ Գաբրիելի առաջին օրերն առանձնատանը նման էին երազի, որից վախենում էր ամեն պահ արթնանալ։
Սենյակը, որը Մոնիկան դժկամությամբ պատրաստել էր նրա համար, ավելի մեծ էր, քան ամբողջ այն հին շենքը, որտեղ ապրում էր մոր հետ։ Մահճակալը փափուկ ներքնակ ուներ, բուրավետ սավաններ այնքան փափուկ բարձր, որ Գաբրիելը սուզվում էր դրանց մեջ, կարծես ամպերի վրա լողար։ Նա ուներ իր սեփական լոգարանը, տաք ջրով, որը հոսում էր, երբ ուզում էր, ամեն օր մաքուր սրբիչներ։ Սպասուհի Ռոզաննան, մի թխահեր կին, գորովալից աչքերով, որն առանձնատանն աշխատում էր արդեն 5 տարի, ստանձնեց տղայի խնամքի գործը։ Հենց նա օգնեց նրան հարմարվել, բացատրեց, թե ինչպես են գործում բաներն այս իրենից այդքան տարբեր աշխարհում։ Ռոզաննան Գաբրիելի տարիքի որդի ուներ, որն ապրում էր տատիկի հետ գյուղում, տղայի հետ վարվում էր այն մայրական ջերմությամբ, որի կարիքը նա այնքան զգում էր։ Գաբրիելն առաջին օրն արթնացավ շփոթված, չիմանալով, թե որտեղ է։ Մի սարսափելի ակնթարթ մտածեց, որ ամեն ինչ երազ էր։ Բայց հետո շուրջը նայեց, տեսավ բաց գույնի պատերը, զգաց մահճակալի հարմարավետությունը հիշեց։ Դա իրական էր։ Այս ամենն իրական էր։ Նախաճաշեց խոհանոցում Ռոզաննայի պարոն Հովակիմի հետ։ Սեղանը լիքն էր թարմ հացերով, գունավոր մրգերով, բնական հյութերով, տնական թխվածքներով։ Գաբրիելը դանդաղ էր ուտում, համտեսելով յուրաքանչյուր պատառը, դեռս չհավատալով այդքան առատությանը։ Պատառների միջ հարցրեց այն մարդու մասին, որն իրեն այստեղ էր բերել։ Պարոն Էդուարդը լավ մարդ է, բացատրեց Հովակիմը, խմելով իր սուրճը։ Կյանքը վերջին տարիներին նրա հետ բարի չի եղել, բայց խորքում նա առատաձեռն սիրտ ունի։ Ուղղակի մի փոքր մոլորված է։ Իսկ այն կինը, որ երեկ ինձ վրա վատ նայեց, հարցրեց Գաբրիելը երեխաներին բնորոշ անկեղծությամբ։ Ռոզաննան Հովակիմը բազմանշանակ հայացքներ փոխանակեցին։ Սպասուհին հոգոց հանեց, նախքան պատասխանելը։ Տիկին Մոնիկան պարոնի զարմուհին է։ Նա այստեղ է ապրում, օգնում է նրան խնամել։ Դա ուղղակի նրա բնավորությունն է, երբեմն մի փոքր լուրջ է։ Բայց Գաբրիելը, նույնիսկ ընդամենը 7 տարեկան լինելով, փողոցային կյանքից սրված ինտուիցիա ուներ։ Գիտեր ճանաչել կեղծիքը, երբ տեսնում էր այն։ Եվ Մոնիկայի աչքերը ոչ միայն լուրջ էին։ Դրանք սառն էին։ Դրանք վտանգավոր էին։ Նախաճաշից հետո Ռոզաննան Գաբրիելին տարավ հյուրասենյակ, որտեղ Էդուարդն անցկացնում էր իր ժամանակի մեծ մասը։ Դա մի հսկայական սենյակ էր, հատակից առաստաղ ձգվող պատուհաններով, որոնք նայում էին այգուն։ Էդուարդն իր հաշմանդամի սայլակում էր, նայում էր դուրս, առանց իսկապես որևէ բան տեսնելու, կորած դառը մտքերի մեջ։ Պարոն Էդուարդ, Գաբրիելն այստեղ է, հայտարարեց Ռոզաննան մեղմ ձայնով։ Գործարարը շրջեց սայլակը, նայեց տղային։ Ցերեկվա լույսի տակ, մաքուր հագուստով լվացված դեմքով, Գաբրիելը նախորդ օրվանից էլ ավելի նիհար ու փխրուն էր թվում։ Բայց աչքերը նույնն էին մնացել։ Մեծ, մուգ լի այն անբացատրելի բարությամբ։ Բարի լույս, ասաց Գաբրիելը, դեռ ամաչելով։ Բարի լույս, Գաբրիել։ Լավ քնեցիր։ Ավելի լավ, քան երբե, պարոն։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Էդուարդը գլխով արեց Ռոզաննային, ազատ արձակեց մի շարժումով։ Երբ մենակ մնացին, լռությունը ծանրացավ նրանց միջ։ Ոչ ոք չգիտեր, թե կոնկրետ ինչ ասել։ Գաբրիելն էր, որ կոտրեց լարվածությունը։ Ուզում եք, որ նորից ձեր ձեռքը բռնեմ։ Էդուարդը վարանեց։ Ամբողջ գիշեր դրա մասին էր մտածել։ Չէր կարողացել նորմալ քնել, տատանվելով անտրամաբանական հույսի այն վախի մեջ, թե ամեն ինչ երակայել է։ Արդյոք այն շարժումը մատի մոտ իրական էր։ Թե պարզապես ռեֆլեքս, հուսահատությունից ստեղծված պատրանք։ Այո, վերջապես պատասխանեց նա։ Այո, ուզում եմ։ Գաբրիելը մոտեցավ, առանց քաշվելու, բռնեց Էդուարդի մեծ ու կոշտացած ձեռքն իր փոքրիկ ձեռքերի մեջ։ Փակեց աչքերը, ինչպես միշտ անում էր, երբ փորձում էր օգնել մեկին, խորը շունչ քաշեց։ Էդուարդը նորից զգաց այն ջերմությունը, որը բարձրանում էր իր ձեռքերով, այն տարօրինակ մխիթարող զգացողությունը, որն անհնար էր բառերով նկարագրել։ Րոպեներն անցնում էին լռության մեջ։ Գաբրիելը ամուր բռնել էր գործարարի ձեռքը, Էդուարդը զգում էր, թե ինչպես է իր ամբողջ մարմինը թուլանում այնպես, ինչպես տարիներ շարունակ չէր եղել։ Ուսերի լարվածությունը, մեջքի քրոնիկ ցավը, ամեն ինչ կարծես թեթանում էր։ Եվ հետո դա տեղի ունեցավ։ Նրա ոտքերի մատները շարժվեցին։ Ոչ թե մեկը, այլ մի քանիսը։ Էդուարդը զգաց հստակ անհերքելի շարժումը կոշիկների մեջ։
մատներս, շշնջաց նա դողացող ձայնով։ Գաբրիել, մատներս շարժվում են։ Տղան բացեց աչքերը ժպտաց, այն մաքուր ու անկեղծ ժպիտով, որը լուսավորում էր նրա նիհար դեմքը։ Դա լավ է, պարոն։ Ձեր լավանալու կամքը ուժեղ է։ Ես դա զգում եմ։ Էդուարդը նայեց տղային զարմանքի երախտագիտության խառնուրդով։ Չգիտեր, թե ինչ է կատարվում, չէր հասկանում, թե դա ինչպես է հնարավոր, բայց դա կարևոր չէր։ 10 տարվա մեջ առաջին անգամ ապաքինման իրական հույս կար։ Այդ օրվանից նրանք մի առօրյա հաստատեցին։ Գաբրիելը ամեն առավոտ նախաճաշից հետո գալիս էր հյուրասենյակ 20 րոպե բռնում Էդուարդի ձեռքերը։ Երբեմն լուռ էին մնում, երբեմն զրուցում։ Տղան պատմություններ էր պատմում փողոցում իր կյանքի մասին, պապիկ Վարդանի տատիկի մասին, սառը գիշերների սոված օրերի մասին։ Էդուարդը հիացմունքով լսում էր, ամաչելով սեփական բողոքներից, երբ դրանք համեմատում էր այն իրական տառապանքի հետ, որին այդ երեխան դիմացել էր։ Շաբաթների ընթացքում Էդուարդի լավացումն անհերքելի դարձավ։ Սկզբում մատներն էին, հետո կոճերի շարժումը։ Մեկ ամսվա ընթացքում կարողանում էր ծալել ծնկները։ Նրան հետող բժիշկները ապշած էին։ Դա անվանեցին հրաշքով ապաքինում, նախորդ բուժումների ուշացած արձագանք, բայց Էդուարդը գիտեր ճշմարտությունը։ Դա սովորական բժշկություն չէր։ Դա Գաբրիելն էր։ Տղան նույնպես փոխվում էր։ Քաշ էր հավաքում, այտերն ավելի լիքն էին դարձել, աչքերը փայլում էին առողջությամբ։ Ռոզաննան նրան խնամում էր, կարծես իր սեփական որդին լիներ, Հովակիմը հանգստյան օրերին նրան զբոսանքի էր տանում քաղաքով, նույնիսկ մյուս աշխատողները կապվել էին այն քաղաքավարի բարի տղայի հետ, որը հայտնվել էր ոչ մի տեղից։ Բայց Սարգսյանների առանձնատանը ոչ ամեն ինչ էր հարթ։ Մոնիկան ամեն ինչին հետում էր աճող զայրույթով։ Տեսնում էր, որ հորեղբայրը նորից ժպտում է, տեսնում էր, որ նա տարիների մեջ առաջին անգամ կյանքով ոգորված է։ Եվ ավելի վատ, տեսնում էր, որ Գաբրիելը գնալով ավելի մեծ տեղ է գրավում Էդուարդի սրտում։ Դա անընդունելի էր։ Պետք է վերջ դնել դրան։ Մի 5 շաբթի օր Մոնիկան իրականացրեց իր առաջին պլանը։ Սպասեց մինչ Էդուարդը քնի, որպեսզի մտնի Գաբրիելի սենյակ։ Տղան այնտեղ էր, նկարում էր մի տետրում, որը Ռոզաննան էր նրան տվել։ Երբ տեսավ Մոնիկայի մտնելը, քաղաքավարի վեր կացավ։ Բար ձեզ, տիկին Մոնիկա։ Նա ստիպողաբար ժպտաց, որը չհասավ աչքերին։ Գաբրիել, մենք պետք է խոսենք։ Իմ հորեղբոր մասին է։ Նա լավ է, հարցրեց տղան, անհանգստացած։ Չափազանց շատ է լավանում, դա ինձ անհանգստացնում է։ Տես, հորեղբայր Էդուարդը շատ հարուստ մարդ է։ Կան չար մարդիկ, որոնք կարող են ցանկանալ օգտվել նրանից։ Հասկանում ես դա։ Գաբրիելը կնճռեց ճակատը, շփոթված։ Չէր հասկանում, թե նա ուր է տանում խոսքը։ Ես ընդամենը ուզում եմ օգնել նրան լավանալ, տիկին Մոնիկա։ Ուրիշ ոչինչ չեմ ուզում։ Մոնիկան ծնկի իջավ, որպեսզի տղայի հասակին լինի, կեղծ անհանգստության արտահայտությամբ։ Ես գիտեմ, սիրելիս։ Բայց ոչ բոլորը կհավատան դրան։ Որոշ մարդիկ կարող են մտածել, որ դու ծածնում ես, որ խաբում ես իմ հորեղբորը փող ստանալու համար։ Սարսափելի կլիներ, եթե ինչ-որ մեկը ոստիկանություն կանչեր կամ քեզ հետ ուղարկեր փողոց, այնպես չէ՞։ Վախը ստվերի պես անցավ Գաբրիելի դեմքով։ Փողոց վերադառնալը նրա ամենավատ մղձավանջն էր։ Նորից հանդիպել սովին, ցրտին, միայնությանը։ Ես ոչ ոքի չեմ խաբում, ասաց նա դողացող ձայնով։ Երդվում եմ։ Ես հավատում եմ քեզ, ստեց Մոնիկան։ Բայց քո իսկ բարօրության համար, կարծում եմ, ավելի լավ է, ոչ ոքի չպատմես իմ հորեղբոր ձեռքը բռնելու այտների մասին։ Թող դա մեր գաղտնիքը լինի, լավ։ Գաբրիելը գլխով արեց, անհանգստացած։ Մոնիկան բավարարված դուրս եկավ սենյակից։ Նա կասկածի առաջին սերմը ցանել էր։ Դա միայն սկիզբն էր։ Հաջորդ օրը բուժեղբայր Մարսելը հրահանգներ ստացավ Մոնիկայից։ Պետք է սկսեր նրբորեն սաբոտաժի ենթարկել Էդուարդի առօրյան։ Ուշացնել դեղերը, մոռանալ ֆիզիոթերապիայիները, ստեղծել փոքր անհարմարություններ, որոնք տիրոջը կնյարդայնացնեին։ Նպատակն էր, որ Էդուարդը Գաբրիելի ներկայությունը կապեր վատ պահերի հետ, որպեսզի ֆիզիկական լավացումը չփոխհատուցեր հուզական սթրեսը։ Բայց Մարսելը հաշվի չէր առել Ռոզաննայի հավատարմությունը։
Սպասուհին նկատեց բուժեղբոր պահվածքի փոփոխությունները, սկսեց ուշադրությամբ հետել նրան։ Տեսավ, թե ինչպես է նա դիտմամբ դեղերը սխալ ժամին տալիս, ինչպես է ձացնում, թե մոռանում է կարևոր հանդիպումները, ինչպես է կոպիտ խոսում Էդուարդի հետ այն պահերին, երբ մտածում էր, թե մենակ է։ Ռոզաննան մի շաբաթ առավոտ, մինչ տան մնացած անդամները կարթնանային, գտավ Հովակիմին։ Պատմեց իր կասկածները, ցույց տվեց, թե ինչ է տեսել։ Վարորդը լուրջ արտահայտությամբ լսեց ամեն ինչ, ծնոտը սեղմված զսպված զայրույթից։ «Պետք է ասենք պարոն Էդուարդին», ասաց Ռոզաննան։ Հովակիմը գլուխը թափ տվեց։ Նա չի հավատա։ Տիկին Մոնիկան հորեղբորը ձեռքի մեջ է պահում։ Եթե հիմա խոսենք առանց կոնկրետ ապացույցների, գտվավ, թե նախանձում ենք տղային կամ դեմ ենք նրա զարմուհուն, ապա ինչ անենք։ Հետում ենք։ Սպասում ենք։ Եվ պաշտպանում ենք Գաբրիելին։ Այդ տղան չափազանց մաքուր է, այս տան կեղտոտ խաղերից ողջ դուրս գալու համար։ Մինույն ժամանակ Գաբրիելն ու Էդուարդը շարունակում էին իրենց ամենօրյաները։ Գործարարն այժմ կարողանում էր շարժել ամբողջ ոտքերը, լարել մկանները, զգալ այն վերջույթների յուրաքանչյուր սանտիմետրը, որոնք տասնամյակ շարունակ մեռած էին եղել։ Բժիշկները խոսում էին ինտենսիվ ֆիզիոթերապիա սկսելու, նրան հենարանով ոտքի կանգնեցնելու փորձերի մասին։ Դա մի հեռանկար էր, որն անհնար էր թվում ընդամենը 2 ամիս առաջ։ Այդ ներից մեկի ժամանակ Էդուարդը վերջապես տվեց այն հարցը, որը շաբաթներ շարունակ պտտվում էր նրա մտքում։ Գաբրիել, ինչպե՞ս ես դա անում։ Ինչպե՞ս ես ինձ բուժում։ Տղան մի պահ մտածեց, նախքան պատասխանելը։ Չգիտեմ, ես եմ բուժում, թե ոչ, պարոն Էդուարդ։ Մայրիկս ասում էր, որ մենք ոչ ոքի չենք բուժում։ Մենք պարզապես օգնում ենք մարդկանց գտնել բուժման այն ուժը, որն արդեն իրենց ներսում է։ Մայրդ կարծես շատ իմաստուն է եղել։ Այո։ Նա միշտ գիտեր, թե ինչ ասել, երբ ես տխուր էի կամ վախեցած։ Ասում էր, որ սերն է միակ բանը, որ մնում է, երբ մնացած ամեն ինչ անհետանում է։ Էդուարդը կրծքում սեղմում զգաց։ Երբ էր վերջին անգամ, որ ինչ-որ մեկը նրա հետ սիրո մասին էր խոսել։ Հեղինեն տարիներ շարունակ չէր արտասանել այդ բառը, նախքան հեռանալը։ Երեխաները դրան վերաբերվում էին որպես սոցիալական պարտականության։ Մոնիկան ձացնում էր, բայց Էդուարդը սկսում էր կասկածել, որ դա ընդամենը ձացնել է։ Կարոտում ես նրան, հարցրեց գործարարը։ Ամեն օր։ Բայց գիտեմ, որ նա կուզեր, որ ես երջանիկ լինեի։ Դրա համար փորձում եմ լինել։ Ինչպե՞ս ես կարողանում, Գաբրիել։ Ինչպե՞ս ես կարողանում երջանիկ լինել այն ամենից հետո, ինչի միջով անցել ես։ Տղան նայեց իր արջի մարդու հոգնած աչքերին, պատասխանեց կործանարար պարզությամբ։ Որովհետ որոշել եմ լինել։ Տխրելը հեշտ է, պարոն Էդուարդ։ Ցանկացած մեկը կարող է տխուր լինել։ Բայց ընտրել լինել բարի, ընտրել օգնել ուրիշներին, նույնիսկ երբ ոչ ոք քեզ չի օգնում, դա ավելի դժվար է։ Մայրս է ինձ դա սովորեցրել։ Էդուարդը երկար րոպեներ լուռ մնաց այս պատասխանից հետո։ 7 տարի։ Այդ տղան ընդամենը 7 տարեկան էր, արդեն կյանքից ավելին էր հասկանում, քան ինքը իր 63 տարեկանում։ Դա միաժամանակ նվաստացուցիչ էր ոգեշնչող։ Այդ գիշեր, երբ Գաբրիելը քնեց, Էդուարդը կանչեց իր փաստաբանին։ Ուզում էր փոխել կտակը։ Ոչ թե Մոնիկային ամբողջությամբ հանել, այլ Գաբրիելին նշանակալի կերպով ընդգրկել։ Եթե տղան կարողանար ստիպել իրեն նորից քայլել, ինչպես հիմա գնալով ավելի հավանական էր թվում, ապա հարստության կեսը նրանը կլիներ։ Տունը, ներդրումները, ամեն ինչ կիսված։ Դա նվազագույնն էր, ինչ կարող էր անել։ Մոնիկան, իհարկե, չգիտեր այս խոսակցության մասին։ Բայց նրա սեփական կասկածներն աճում էին։ Տեսնում էր, որ հորեղբայրն օրեցօր ավելի ուժեղ է դառնում, օրեցօր ավելի անկախ։ Շուտով նա այլս հաշմանդամի սայլակի կարիք չէր ունենա, այլս բուժեղբոր կարիք չէր ունենա, այլս իր կարիքը չէր ունենա։ Իսկ եթե Էդուարդը որոշեր փոխել կտակը, եթե որոշեր ամեն ինչ թողնել այն փողոցի երեխային, որը հայտնվել էր ոչ մի տեղից, ոչ, դա չէր կարող պատահել։ Նա տարիներ շարունակ պլանավորել էր, զոհաբերել իր արժանապատվությունը, ծածնելով սերմի դառնացած ծերունու հանդեպ, ամեն ինչ այդ ժառանգությունը երաշխավորելու համար։ Թույլ չէր տա, որ մի տղա ամեն ինչ փչացնի։ Հենց այդ ժամանակ Մոնիկան սկսեց ավելի մեծ բան պլանավորել։ Ավելի մշակված։
Ավելի դաժան։ Եթե ուզում էր Գաբրիելին Էդուարդի կյանքից մեկընդմիշտ հանել, պետք էր ոչնչացնել ոչ միայն հորեղբոր վստահությունը տղայի հանդեպ, այլ հենց Գաբրիելի կերպարը։ Պետք էր նրան փրկիչ հրեշտակից վերածել մանիպուլյատոր դի։ Հաջորդ օրերին Մոնիկան սկսեց աշխատել կուլիսներում։ Կապեր հաստատեց Երանի քրեական աշխարհի մարդկանց հետ, մարդկանց, որոնք փողի դիմաց ամեն ինչ կանեին։ Վարձեց փաստաթղթեր կեղծողների, գործազուրկ դերասանների, որոնք պատրաստ էին ստել, անբարեխիղճ մասնավոր քննիչների։ Սեփական գրպանից մի հարստություն ծախսեց, բայց գիտեր, որ դա արժե։ Ժառանգությունն անհամեմատ ավելի մեծ էր։ Գաբրիելը, այս ամենից անտեղյակ, շարունակում էր իր անմեղ առօրյան։ Արթնանում էր, նախաճաշում Ռոզաննայի Հովակիմի հետ, առավոտն անցկացնում Էդուարդի հետ, օգնելով նրա ապաքինմանը, կեսօրին սովորում էր մասնավոր ուսուցչուհու հետ, որին Էդուարդն էր վարձել, երեկոյան ընթրում բոլորի հետ առանձնատանը։ Հանգստյան օրերին խնդրում էր այցելել տատիկ Իրինային հացի փռում, տանելով թարմ սննդի զամբյուղներ, որոնք Ռոզաննան պատրաստում էր տարածքի անօթանների համար։ Էդուարդը, երբ կարողանում էր, ուղեկցում էր այդ այցելություններին, Հովակիմի կողմից հաշմանդամի սայլակով հրվելով։ Տեսնելով, թե ինչպես է Գաբրիելը սնունդ բաժանում պապիկ Վարդանին տատիկին, տեսնելով այն անկեղծ ջերմությունը, որով նա վերաբերվում էր այն մարդկանց, որոնց հասարակությունը մոռացել էր, հուզում էր գործարարին այնպես, որ նա չէր կարող բառերով արտահայտել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ Էդուարդը մի հիմնարար բան հասկացավ։ Կարևոր չէր, իր ոտքերի ապաքինումն իրական էր, թե պլացեբո, հրաշակ, թե զուգադիպություն։ Կարևորն այն էր, որ Գաբրիելը նրան վերադարձրել էր մի բան, որը շատ ավելի արժեքավոր էր, քան քայլելու ունակությունը։ Նա վերադարձրել էր զգալու ունակությունը։ Հոգ տանելու։ Սիրելու։ Բայց մինչ Էդուարդը նորից սովորում էր սիրել, Մոնիկան կատարելագործում էր իր ոչնչացման պլանը։ Մի քանի շաբաթից ամեն ինչ պատրաստ կլիներ։ Եվ երբ թակարդը փակվեր Գաբրիելի շուրջ, փախուստի ճանապարհ չէր լինի։ Տղան այդ գիշեր տարօրինակ երազ տեսավ։ Երազում տեսավ մորը։ Լուսինեն հայտնվում էր գեղեցիկ լուսավոր, ինչպիսին էր հիվանդությունից առաջ։ Ձեռքերը մեկնում էր նրան, բայց աչքերում տխրություն կար։ Զգույշ եղիր, որդիս։ Ոչ բոլորն ունեն քոնի պես բարի սիրտ։ Որոշ մարդիկ վնասում են, որովհետև վախենում են։ Գաբրիելն արթնացավ վախեցած, սիրտը ուժեղ բաբախում էր։ Նայեց մութ սենյակի շուրջը գրկեց բարձը, փորձելով հանգստանալ։ Դա ընդամենը երազ էր։ Ընդամենը երազ։ Բայց ինչ-որ բան նրա ներսում, այն նույն ինտուիցիան, որը նրան առաջնորդել էր փողոցներով կենդանի պահել ամենավատ պահերին, շշնջում էր, որ փոթորիկը մոտենում է։ Եվ այս անգամ նա ստվարաթղթե տուփ չուներ, որտեղ թաքնվեր։ Առավոտը սկսվեց ինչպես մյուս բոլոր օրերը Սարգսյանների առանձնատանը։ Գաբրիելն արթնացավ սենյակի պատուհանից ներս ընկնող արից, ձգվեց հարմարավետ մահճակալին իջավ նախաճաշելու Ռոզաննայի Հովակիմի հետ։ Բայց օդում ինչ-որ տարբեր բան կար։ Մի լարվածություն, որը չէր կարողանում բացահայտել, կարծես հենց միջավայրն էր շունչը պահել մի սարսափելի բացահայտումից առաջ։ Ռոզաննան հատկապես նյարդային էր թվում, անդադար խառնում էր սուրճը ամեն մի քանի վայրկյանը մեկ նայում պատուհանից դուրս։ Հովակիմն ավելի լուռ էր, քան սովորաբար, ճակատը կնճռոտված անհանգստությունից։ Գաբրիելը նկատեց, բայց ոչինչ չհարցրեց։ Փողոցում սովորել էր, որ երբեմն ավելի լավ է սպասել, որ բաներն իրենք բացահայտվեն։ Այն, ինչ տղան չգիտեր, այն էր, որ Մոնիկան ամբողջ գիշերն անցկացրել էր, վերջնական տեսքի բերելով իր թակարդը։ Ամեն ինչ պատրաստ էր։ Դերասանները փորձեր էին արել, կեղծ փաստաթղթերը պատրաստ էին, գնված վկաները շարված էին իրենց ցուցմունքներում։ Դա մշակված, դաժան կատարելապես պլանավորված սխեմա էր, Գաբրիելի կերպարը մեկընդմիշտ ոչնչացնելու համար։ Նախաճաշից հետո Գաբրիելը գնաց հյուրասենյակ, որտեղ Էդուարդը նրան էր սպասում, ինչպես ամեն առավոտ։ Գործարարը ոգորված էր։ Վերջին օրերին կարողացել էր մի քանի վայրկյանով օգնությամբ ոտքի կանգնել։ Ֆիզիոթերապտը ասում էր, որ մի քանի շաբաթից կարող է իր առաջին քայլերն անել հենարանով։ Դա արտասովոր առաջընթաց էր, գրեթե անհնար, հաշվի առնելով նրա բժշկական պատմությունը։ Բարի լույս, պարոն Էդուարդ, ողջունեց Գաբրիելն իր սովորական ժպիտով։ Բարի լույս, տղաս։ Այսօր ինձ առանձնահատուկ ուժեղ եմ զգում։ Կարծում եմ, քո բախտավոր օրն է, որովհետև փորձելու եմ ոտքի կանգնել առանց Մարսելի օգնության։
Գաբրիելը ժպտաց մոտեցավ, ձեռքերը մեկնելով, ինչպես միշտ։ Բայց մինչ նրանք կսկսեին, հյուրասենյակի դուռը ուժգին բացվեց։ Մոնիկան էր, 3 մարդու ուղեկցությամբ, որոնց Գաբրիելը երբեք չէր տեսել։ 2 տղամարդ կոստյումներով մի կին, փաստաթղթերի թղթապանակով։ Հորեղբայր, մենք պետք է խոսենք։ Հիմա, ասաց Մոնիկան մի ձայնով, որը փորձում էր անհանգիստ հնչել, բայց որը Գաբրիելը ճանաչեց որպես կեղծ։ Էդուարդը կնճռեց ճակատը, զայրացած ընդհատումից։ Մոնիկա, մենք զբաղված ենք։ Կարող ես սպասել։ Չի կարող, հորեղբայր։ Սա տղայի մասին է։ Ես շատ լուրջ բաներ եմ պարզել, որոնք դուք պետք է իմանաք։ Գաբրիելը զգաց, որ ստամոքսը սեղմվում է։ Նայեց անծանոթներին, նրանց աչքերում ինչ-որ սխալ բան նկատեց։ Դրանք ստելու համար մարզված աչքեր էին։ Ինչ է կատարվում, հարցրեց Էդուարդը, այժմ իսկապես անհանգստացած։ Մոնիկան նշան արեց, կոստյումով տղամարդկանցից մեկը մոտեցավ։ Ներկայացավ որպես մասնավոր քննիչ, որին նա վարձել էր տղայի անցյալը ստուգելու համար։ Բացեց։ Թղթապանակը սկսեց փաստաթղթեր տարածել սեղանի վրա։ Պարոն Սարգսյան, ցավում եմ տեղեկացնել, որ Գաբրիել տղան այն չէ, ինչ ներկայանում է։ Նա հանցախմբի անդամ է, որը մասնագիտացած է ֆինանսապես խոցելի տարեց մարդկանց դեմ խարդախությունների մեջ։ Ինչ, բացականչեց Էդուարդը, անհավատալիորեն։ Դա անհեթեթություն է։ Բայց տղամարդը շարունակեց, մատնացույց անելով փաստաթղթեր, որոնք պաշտոնական տեսք ունեին, կնիկներով համոզիչ ստորագրություններով։ Մենք գտել ենք առնվազն 5 նմանատիպ դեպքի գրանցումներ վերջին 2 տարվա ընթացքում։ Փողոցի երեխաներն օգտագործվում են հանցագործ մեծահասակների կողմից հարուստ թիրախներին մոտենալու համար։ Նրանք շահում են վստահությունը, ծածնում են, թե ունեն բուժիչ ուժեր կամ հատուկ շնորհներ, կամաց-կամաց սկսում են մանիպուլացնել զոհերին, փող գույք ստանալու համար։ Գաբրիելը գունատվել էր, ձեռքերը դողում էին։ Ուզում էր գոռալ, որ դա սուտ է, որ ինքը երբեք այդպիսի բան չէր անի, բայց ձայնը դուրս չէր գալիս։ Երկրորդ անձը, թղթապանակով կինը, ներկայացավ որպես սոցիալական աշխատող, հայտարարեց, որ ունի այն հին շենքի հարանների վկայությունները, որտեղ Գաբրիելն ապրում էր։ Ասաց, որ տղայի մայրը հայտնի էր փոքր խարդախություններ անելով, որ հենց Գաբրիելը վաղ տարիքից մարզվել էր լաց լինելու համոզիչ կերպով ողորմություն խնդրելու համար։ Ամեն ինչ սուտ էր։ Յուրաքանչյուր բառ դաժան հաշվարկված սուտ էր։ Բայց տերը փաթաթված էին պաշտոնական թղթերով, վկայություններով, որոնք իրական էին թվում, ապացույցներով, որոնք խնամքով կեղծվել էին ճշմարտանման ելալու համար։ Էդուարդը նայեց Գաբրիելին, տղայի աչքերում ժխտում փնտրելով։ Բայց այն, ինչ տեսավ, վախն էր։ Եվ գործարարը, տարիների դավաճանությունից, անվստահությունից թուլացած, այդ վախը մեկնաբանեց որպես մեղք։ Ճիշտ է, Գաբրիել, հարցրեց նա կոտրվող ձայնով։ Դու ինձ ամբողջ այս ընթացքում խաբում էիր։ Ոչ, պարոն Էդուարդ։ Երդվում եմ, որ ոչ։ Ես երբեք ձեզ չէի ստի։ Ես ընդամենը ուզում էի օգնել։ Բայց կասկածն արդեն ցանված էր։ Երրորդ տղամարդը, որը ներկայացավ որպես փաստաբան, ավելացրեց, որ կան վկաներ, որոնք պատրաստ են ամեն ինչ հաստատել։ Մարդիկ, որոնք իբր տեսել են Գաբրիելին կասկածելի մեծահասակների հետ, խարդախություններ պլանավորելիս, գումարներ քննարկելիս։ Մոնիկան, տեսնելով, որ թակարդն աշխատում է, ձեռքը դրեց հորեղբոր ուսին, կեղծ կարեկցանքով։ Հորեղբայր, ես գիտեմ, որ դժվար է ընդունել։ Դուք կապվել եք տղայի հետ։ Բայց մենք չենք կարող անտեսել ապացույցները։ Խնդրում եմ, գոնե դիտարկեք այն, ինչ ներկայացվում է։ Էդուարդը զգում էր, որ գլուխը պտտվում է։ Չափազանց շատ էր։ Փաստաթղթեր, վկայություններ, ապացույցներ։ Ինչպես կարող էր այս ամենը սուտ լինել։ Նորից նայեց Գաբրիելին, առաջին անգամ թույլ տվեց, որ անվստահությունը հաղթի։ Գուցե Մոնիկան ճիշտ էր։ Գուցե ինքը պարզապես մի հիմար ծերունի էր, հույսի համար հուսահատված, հեշտ մանիպուլացվող։ Դուրս, ասաց Էդուարդը սառցե ձայնով։ Դուրս իմ տնից։ Գաբրիելը զգաց, կարծես ստամոքսին հարված ստացավ։ Արցունքները սկսեցին հոսել նրա նիհար դեմքով։ Խնդրում եմ, պարոն Էդուարդ։ Ես դրանցից ոչինչ չեմ արել։ Խոստանում եմ։ Ես ընդամենը ուզում էի օգնել ձեզ լավանալ։ Դուրս, գոռաց Էդուարդը, կորցնելով հուզական վերահսկողությունը։ Այլս չեմ ուզում քեզ այստեղ տեսնել։
Ամեն ինչ սուտ էր։ Ամեն ինչ։ Դու ինձ օգտագործեցիր, ինչպես մյուս բոլորը։ Մոնիկան անձամբ ուղեկցեց Գաբրիելին մինչ դարպասը։ Տղան հազիվ էր կարողանում քայլել այնքան հուսահատված լինելուց, ցայթաքում էր սեփական ոտքերի վրա, արցունքները մշուշում էին տեսողությունը։ Ռոզաննան վազելով հայտնվեց, ուզենալով օգնել, բայց Մոնիկան նրան կանգնեցրեց կտրուկ հայացքով։ Քո գործով զբաղվիր, Ռոզաննա։ Տղան գնում է չի վերադառնալու։ Գաբրիելն անցավ էլեկտրական դարպասը, լսեց դրա փակվելու ձայնը իր հետից։ Կանգնեց մայթին, մոլորված, չիմանալով ուր գնալ։ Միակ բանը, որի մասին կարող էր մտածել, Էդուարդի արտահայտությունն էր։ Այն աչքերը, որոնք փայլել էին երախտագիտությամբ, այժմ նրան նայում էին ատելությամբ, հիասթափությամբ։ Քայլեց անպատակ կենտրոնի փողոցներով, մինչ նրա ոտքերը, սովորության հիշողության ուժով, նրան հետ տարան Դավթաշեն։ Հետ դեպի մեր հացը, հացի փուռը։ Հետ դեպի այն ստվարաթղթե տուփը, որը երբեք չէր դադարել լինել նրա իսկական տունը։ Տատիկ Իրինան նրան այնտեղ գտավ, տուփի մեջ կուչ եկած, հեկեկում էր այնպես, որ սիրտ էր կոտրում։ Ձեր կինը ծնկի իջավ նրա կողքին, մեղմ ձեռքերով շոյելով նրա մազերը։ Տղաս, ինչ է պատահել։ Կարծում էի, այն գեղեցիկ տանն ես ապրում։ Գաբրիելը հեկեկոցների միջով պատմեց ամեն ինչ։ Պատմեց մեղադրանքների, կեղծ փաստաթղթերի մասին, այն մասին, որ Էդուարդը նրան դուրս է արել։ Տատիկ Իրինան աճող վրդովմունքով լսեց ամեն ինչ։ Ճանաչում էր այդ տղային։ Ամիսներ շարունակ հետել էր նրա անկեղծ բարությանը։ Գիտեր, որ նա անկարող է ստել կամ խաբել որևէ մեկին։ Դա սարքած բան է, Գաբրիել։ Ինչ որ մեկը ստել է քո մասին։ Բայց պարոն Էդուարդը հավատաց։ Նա հավատաց, որ ես վատն եմ։ Որովհետև նա վախենում է, տղաս։ Վախեցած մարդիկ հավատում են ամենավատ բաներին։ Բայց ճշմարտությունը միշտ վերջում բացահայտվում է։ Մի նույն ժամանակ, առանձնատանը, Էդուարդը մենակ էր հյուրասենյակում, ձեռքերը դողում էին ծնկներին։ Սուր ցավ զգաց կրծքում, բայց դա ֆիզիկական ցավ չէր։ Դա շատ ավելի վատ բան էր։ Դա խղճի խայթ էր։ Նայեց իր ոտքերին, փորձեց շարժել ոտքերի մատները։ Ոչինչ։ Փորձեց ծալել ծնկները։ Ոչինչ։ Մի քանի ժամվա ընթացքում ամբողջ այն շարժունակությունը, որը վերականգնել էր վերջին ամիսներին, հետ էր գնում։ Նրա մկանները կարծես նորից անջատվում էին, վերադառնալով այն մեռած անպետք վիճակին, որը ճանաչում էր տասնամյակ շարունակ։ Մոնիկան դրան մոտից հետում էր հորեղբորը, բավարարված։ Ամեն ինչ ընթանում էր ըստ պլանի։ Մի քանի օրից, երբ Էդուարդը բավականաչափ թուլացած լիներ, նա կառաջարկեր փոփոխություններ կատարել կտակում, պնդելով, որ Գաբրիելի հետ տեղի ունեցածը ապացուցեց, որ նա կարևոր որոշումներ կայացնելու վիճակում չէ։ Հեշտ կլիներ ամբողջական վերահսկողությունը ստանձնել։ Բայց Մոնիկան մի վճռորոշ սխալ թույլ տվեց։ Թերագնահատեց Ռոզաննային։ Սպասուհին սպասեց մինչ հաջորդ գիշեր տունը լռեց։ Գիտեր, որ Մոնիկան կարևոր փաստաթղթեր է պահում իր անձնական աշխատասենյակում, երկրորդ հարկի մի սենյակում, որը նա համարում էր անձեռնմխելի։ Ռոզաննան երբեք այնտեղ չէր մտել, բայց այդ գիշերն այլ կերպ էր լինելու։ Պահեստային բանալիների կապոցով, որը Հովակիմն էր նրան տվել, բացեց աշխատասենյակի դուռը, սկսեց փնտրել։ Խուզարկեց դարակները, պահարանները, թղթապանակները։ Ապացույցներ էին պետք։ Մի բան, որը ցույց կտար, որ ամեն ինչ սարքած է եղել։ Հենց գրասեղանի երրորդ դարակում գտավ։ Մի թղթապանակ, այլընտրանքային պլան, պիտակով, թաքցված այլ փաստաթղթերի տակ։ Ներսում դերասաններին կատարված վճարումների անդորրագրեր կային, փաստաթղթեր կեղծողներին փոխանցումների ապացույցներ, Մոնիկայի ձեռագիր նշումներ, որոնք մանրամասնում էին Գաբրիելի դեմ խարդախության յուրաքանչյուր քայլը։ Ռոզաննայի ձեռքերը դողում էին, երբ թերթում էր թղթերը։ Այնտեղ ամեն ինչ կար։ Անհերքելի ապացույցներ, որ Մոնիկան մշակված կեղծիք էր կազմակերպել։ Նույնիսկ կեղծ կտակի սագիր կար, որը նա պլանավորում էր Էդուարդին ստորագրել տալ, իրեն նշանակելով միակ ժառանգ ամբողջ ունեցվածքի կառավարիչ։ Բայց ավելին կար։ Բանկային փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, որ Մոնիկան ավելի քան 1 տարի գումար էր հանում Էդուարդի հաշվից։ Փոքր գումարներ, որոնք աննկատ էին մնում, բայց որոնք միասին վերցրած հասնում էին աստղաբաշխական չափերի։
Մարսելին կատարված վճարումների անդորրագրեր ոչ միայն որպես բուժեղբոր, այլ որպես առաջադրանքներ կատարողի, ներառյալ մութ ակնարկներ այն բաների մասին, որոնք նա անում էր Էդուարդին թույլ պահելու համար։ Ռոզաննան գիտեր, որ չի կարող պարզապես դա ցույց տալ Էդուարդին։ Տերը չափազանց փխրուն հուզական վիճակում էր, հավանաբար չէր հավատա իրեն, Մոնիկան միջոց կգտներ բացատրվելու կամ ապացույցները ոչնչացնելու։ Ավելի խելացի պլան էր պետք։ Հին հեռախոսով լուսանկարեց բոլոր փաստաթղթերը, ամեն ինչ հետ դրեց ճիշտ այնպես, ինչպես կար, լուր դուրս եկավ աշխատասենյակից։ Հաջորդ օրը գտավ Հովակիմին ցույց տվեց, թե ինչ է հայտնաբերել։ Վարորդը գունատվեց, տեսնելով ապացույցները։ Բռունցքներն այնքան ուժեղ սեղմեց, որ մատների հոտերը սպիտակեցին։ Այս իժը։ Նա արժանի չէ նույն օդը շնչելու, ինչ մենք։ Պետք է ասենք պարոն Էդուարդին, ասաց Ռոզաննան։ Բայց Հովակիմը մտածկոտ գլուխը թափ տվեց։ Եթե ուղղակիորեն ցույց տանք, նա կարող է մտածել, որ փորձում ենք վնասել իր զարմուհուն։ Պետք է անենք այնպես, որ նա ինքը հայտնաբերի, այնպես, որ չկարողանա ժխտել։ Ինչպես։ Հովակիմը մի պահ մտածեց, հետո մի գաղափար ունեցավ։ Ճանաչում էր տիրոջն ավելի քան 20 տարի։ Գիտեր, թե ինչպես է նրա միտքն աշխատում, ճանաչում էր նրա հպարտությունը, վերահսկողության տակ լինելու նրա կարիքը։ Եթե ճիշտ աներ, կարող էր Էդուարդին ստիպել ինքնուրույն ամեն ինչ հայտնաբերել։ Ես այս փաստաթղթերի պատճեններով մի թղթապանակ կթողնեմ մեքենայի ձեռնոցների պահոցում։ Վաղը, երբ գնանք նրա բժշկական այցին, կասեմ, որ պետք է այնտեղից մի բան վերցնեմ, թույլ կտամ, որ նա մի քանի րոպե մենակ մնա մեքենայում։ Եթե ես նրան լավ եմ ճանաչում, նրա հետաքրքրասիրությունը կստիպի նրան հետաքննել, թե ինչ եմ թաքցնում։ Ռիսկային է, նշեց Ռոզաննան։ Իսկ եթե չստացվի, ապա կանցնենք պլանին։ Բայց ես ճանաչում եմ իմ տիրոջը։ Նա չի կարող դիմադրել գաղտնիքին։ Այդ գիշեր Էդուարդը փորձեց քնել, բայց չկարողացավ։ Շարունակում էր զգալ, թե ինչպես են ոտքերը կամաց-կամաց մեռնում, շարժունակությունը անհետանում է, ինչպես մատների արանքով հոսող ջուրը։ Եվ ֆիզիկական ցավից ավելի, կար հուզական ցավը։ Գաբրիելի դեմքի հիշողությունը, երբ նրան դուրս արեց։ Այն մեծ աչքերը լի արցունքներով, այն հուսահատ ձայնը, որը երդվում էր անմեղության մեջ։ Արդյոք նա սխալ էր գործել։ Արդյոք ապացույցները, որքան էլ համոզիչ թվային, սխալ էին։ Բայց ինչպես։ Կային պաշտոնական փաստաթղթեր, վկայություններ, կոնկրետ ապացույցներ։ Ոչ։ Չէր կարող դրա մասին մտածել։ Պետք էր առաջ շարժվել։ Գաբրիելը խաբել էր իրեն, վերջ։ Ավելի լավ է հիմա բացահայտել, քան ավելի ուշ։ Բայց նույնիսկ սա ինքն իրեն կրկնելով, խղճի խայթը չէր անցնում։ Հաջորդ օրը Հովակիմը Էդուարդին տարավ բժշկական այցի, ինչպես պայմանավորվել էին։ Ճանապարհին տերը սովորականից ավելի լուռ էր, կորած արտահայտությամբ նայում էր պատուհանից դուրս։ Երբ հասան հիվանդանոց, Հովակիմը կայանից շրջվեց հետ։ Պարոն Էդուարդ, մի կարևոր փաստաթուղթ եմ մոռացել ձեռնոցների պահոցում։ Ես միայն ընդունարան կգնամ մի տեղեկություն ստանալու, կարող եք իմ փոխարեն վերցնել։ Թղթապանակի մեջ է։ Էդուարդը գլխի շարժումով համաձայնեց։ Երբ Հովակիմը դուրս եկավ մեքենայից, գործարարը բացեց ձեռնոցների պահոցը։ Այնտեղ իսկապես թղթապանակ կար։ Քաշեց այն, հետաքրքրված։ Գուցե մեքենայի փաստաթղթերն էին, ապահովագրության երկարացքում կամ նման մի բան։ Բայց երբ բացեց թղթապանակը, այն, ինչ տեսավ, ստիպեց նրան սառչել։ Դրանք վճարման անդորրագրերի պատճեններ էին։ Մոնիկայի կողմից կատարված վճարումներ մարդկանց, որոնց նկարագրությունները ներառում էին թատերական ներկայացման փաստաթղթերի կեղծման ծառայություններ։ Ամսաթվերը ճշգրիտ համընկնում էին Գաբրիելի դեմ մեղադրանքներին նախորդող ժամանակահատվածի հետ։ Էդուարդի ձեռքերը սկսեցին դողալ։ Շարունակեց թերթել։ Ավելին կար։ Շատ ավելին։ Մոնիկայի ձեռագիր նշումներ, որոնք մանրամասնում էին, թե ինչպես է նա պլանավորում վարկաբեկել տղային։ Սեփական հաշիվներից գումարի յուրացման ապացույցներ։ Ապացույցներ, որ Մարսելը ոչ միայն բուժեղբայր էր, այլ ակտիվ հանցակից մի սխեմայում, իրեն կախյալ մեկուսացված պահելու համար։ Ճշմարտությունը սառը ջրի դույլի պես թափվեց Էդուարդի վրա։ Ամեն ինչ սուտ էր եղել։ Գաբրիելի դեմ մեղադրանքները կեղծ էին։
Իր զարմուհին, այն մարդը, որին վստահում էր, որին հավատում էր, ամեն ինչ կազմակերպել էր։ Եվ ինքը հիմար թույլ ուղիղ ընկել էր թակարդը։ Ամենից վատը, նա դուրս էր արել մի անմեղ տղայի։ Նա մեղադրել էր այդ մաքուր բարի երեխային ստախոս խարդախ լինելու մեջ։ Նա կոտրել էր Գաբրիելի սիրտը ամենադաժան ձով։ Երբ Հովակիմը վերադարձավ մեքենա, գտավ Էդուարդին արցունքները դեմքին, դողացող ձեռքերով բռնած փաստաթղթերը։ Հովակիմ, ասա, որ սա ճիշտ է։ Ասա, որ իմ զարմուհին իսկապես այս ամենն արել է։ Վարորդը նայեց տիրոջ աչքերին վճռական ձայնով պատասխանեց. Ամեն ինչ ճիշտ է, պարոն։ Ռոզաննան այդ փաստաթղթերը գտել է տիկին Մոնիկայի աշխատասենյակում։ Նա ամեն ինչ սարքել է։ Գաբրիելը միշտ անմեղ է եղել։ Էդուարդը փակեց աչքերը, մեղքի զգացումը ջզվում էր կուրծքը։ Ինչ էր նա արել։ Ինչպես կարող էր այդքան գույր, այդքան հիմար լինել։ Այդ տղան վստահել էր իրեն, բացել իր սիրտը, առաջարկել իր բարությունը, առանց ոչինչ խնդրելու։ Եվ Էդուարդը թքել էր այդ բարության վրա, տղային հետ էր շպրտել փողոց, կարծես աղբ լիներ։ Հովակիմ, չեղարկիր այցը։ Ես այսօր բժշկի չեմ գնալու, ասաց Էդուարդը վճռական ձայնով։ Մենք երկու բան ունենք անելու։ Նախ, դու ինձ կտանես այնտեղ, որտեղ Մոնիկան է։ Ես մի քանի ճշմարտություն ունեմ նրա երեսին ասելու։ Եվ հետո, մենք կգնանք Գաբրիելին բերելու։ Ինձ չի հետաքրքրում, թե նա քաղաքի մյուս ծայրում է, մենք կգտնենք նրան, ես ծնկաչոք կխնդրեմ նրա ներողամտությունը, եթե պետք լինի։ Վարորդը օրերի մեջ առաջին անգամ ժպտաց։ Վերջապես տերը վերադարձել էր։ Իսկական Էդուարդ Սարգսյանը, այն արդար ազնիվ մարդը, որին Հովակիմը ճանաչում էր տասնամյակներ առաջ։ Այո, պարոն։ Մենք հենց դա էլ կանենք։ Բայց մինչ Մոնիկայի հետ առերեսվելը, մինչ Գաբրիելին փնտրելը, Էդուարդը գիտեր, որ պետք է հուզականորեն պատրաստվի։ Որովհետև նա ոչ միայն տղայի ներողամտությունն էր փնտրում։ Նա փնտրում էր քավություն իր համար։ Մեքենան շտապով կտրում էր Երանի փողոցները, մինչ Էդուարդը մտքում կրկնում էր, թե ինչ պետք է ասի։ Ապացույցները նրա ծնկներին էին, յուրաքանչյուր էջը, Մոնիկայի դավաճանության վկայություն։ Բայց զայրույթից ավելի, այն, ինչ զգում էր, հիասթափությունն էր։ Հիասթափություն ինքն իրենից, որ այդքան հեշտությամբ մանիպուլյացիայի էր ենթարկվել, որ թույլ էր տվել անվստահությանը սիրուց ավելի։ Բարձր խոսել։ Նրանք առանձնատուն հասան երեկոյան։ Էդուարդը խնդրեց, որ Հովակիմն իրեն ուղիղ տանի աշխատասենյակ, որտեղ գիտեր, որ կգտնի Մոնիկային։ Նա այնտեղ էր, հարմարավետ նստած կաշվե բազկաթոռին, զննում էր իր նոութբուքը, հավանաբար արդեն պլանավորելով իր սխեմայի հաջորդ քայլը։ Երբ դուռը բացվեց, Էդուարդը ներս մտավ, Հովակիմի կողմից հրվելով, Մոնիկան վեր կացավ փորձված ժպիտով։ Հորեղբայր, լավ է, որ վերադարձաք։ Ինչպես անցավ այցը։ Չեղարկեցի, պատասխանեց Էդուարդը սառցե ձայնով։ Ավելի կարևոր գործեր ունեի լուծելու։ Մոնիկան թարթեց, շփոթված։ Նրա տոնի մեջ ինչ-որ բան նրան զգուշացրեց։ Ինչ տեսակի գործեր։ Էդուարդը թղթապանակը շպրտեց սեղանի վրա, փաստաթղթերը տարածվեցին նրանց միջ։ Մոնիկայի դեմքից արյունը փախավ, երբ ճանաչեց, թե դրանք ինչ են։ Ուզում եմ, որ դու բացատրես սա, ասաց Էդուարդը, մատնացույց անելով անդորրագրերը։ Ուզում եմ, որ բացատրես յուրաքանչյուր լուման, որ յուրացրել ես, յուրաքանչյուր սուտը, որ հորինել ես, յուրաքանչյուր վայրկյանը, որ անցկացրել ես, ոչնչացնելով մի անմեղ տղայի կյանքը։ Մոնիկան փորձեց պահպանել հանգստությունը, բայց ձեռքերը դողում էին։ Հորեղբայր, ես կարող եմ բացատրել։ Սա այն չէ, ինչ թվում է։ Այլևս ինձ մի ստիր, պայթեց Էդուարդը մի ուժով, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Վերջացավ, Մոնիկա։ Ես ամեն ինչ գիտեմ։ Գիտեմ, որ դու սարքել ես ամբողջ այդ կեղծիքը Գաբրիելի դեմ։ Գիտեմ, որ դերասանների ես վճարել, ծածնելու քննիչներ, սոցիալական աշխատողներ։ Գիտեմ, որ փաստաթղթեր ես կեղծել, այդ տղային հանցագործի տեսք տալու համար։ Եվ գիտեմ, որ ավելի քան 1 տարի ինձնից գողանում ես։ Նա փորձեց խոսել, բայց Էդուարդը թույլ չտվեց։ Գիտես, որն է ամենավատը։ Փողը չէ։ Փող ես շատ ունեմ։ Ամենավատն այն է, որ դու ոչնչացրիր միակ իսկապես լավ բանը, որը տարիների մեջ մտել էր իմ կյանք։ Այդ տղան ինձնից ոչինչ չէր ուզում, բացի ինձ օգնելուց։
Նա պարկ չխնդրեց, փող չխնդրեց, ոչինչ չխնդրեց։ Պարզապես առաջարկեց իր բարությունը։ Եվ դու, զուտ ագահությունից, որոշեցիր վերջ դնել դրան։ Բայց հորեղբայր, ես դա արեցի, մտածելով ձեզ պաշտպանելու մասին, փորձեց Մոնիկան հուսահատված։ Ես վախենում էի, որ նա ձեզ կխաբի։ Սուտ է, Էդուարդը բռունցքով հարվածեց հաշմանդամի սայլակի բազկին։ Դու դա արեցիր, մտածելով քո մասին։ Քո ժառանգության։ Քո հարմարավետ ապագայի մասին, որը կառուցված է իմ տառապանքի հաշվին։ Մոնիկան հասկացավ, որ պարտվել է։ Այլս ծածնելն իմաստ չուներ։ Խաղն ավարտվել էր։ Նրա աչքերը, որոնք միշտ այդքան վերահսկված հաշվարկող էին, լցվեցին զայրույթի հիասթափության արցունքներով։ Իսկ հիմա ինչ եք անելու։ Ինձ ոստիկանություն եք տալու։ Ինձ բանտարկելու եք։ Ես ձեր միակ հարազատն եմ, հորեղբայր։ Ձեր երեխաները հեռու են, ձեր կինը ձեզ լքել է։ Ես եմ, որ այստեղ եմ։ Էդուարդը նրան նայեց խղճահարության զզվանքի խառնուրդով։ Դու երբեք այստեղ ինձ համար չես եղել, Մոնիկա։ Դու այստեղ իմ փողի համար էիր։ Եվ հիմա դու կգնաս։ Հենց այսօր։ Ես ուզում եմ, որ դու 1 ժամվա ընթացքում դուրս լինես իմ տնից։ Եվ եթե 60 րոպե հետո դեռ այստեղ լինես, ես կկանչեմ ոստիկանություն կհանձնեմ այս բոլոր ապացույցները։ Ես քեզ դատի կտամ յուրացման, փաստաթղթերի կեղծման զրպարտության համար։ Դու երկար ժամանակ կծանոթանաս քո արարքների իրավական հետանքներին։ Մոնիկան բերանը բացեց վիճելու, բայց Էդուարդի արտահայտությունը բանակցությունների տեղ չէր թողնում։ Շտապով հավաքեց իրերը, արցունքներն այժմ արդեն իսկական վախից էին, դուրս եկավ առանձնատնից, առանց հետ նայելու։ Հովակիմն անձամբ երաշխավորեց, որ նա տանի միայն այն, ինչ իրենն է, ոչ ավելին։ Բուժեղբայր Մարսելը նույն օրն ազատվեց աշխատանքից։ Երբ փորձեց հարցեր տալ, Հովակիմը պարզապես ցույց տվեց Մոնիկայի նշումներից մի քանիսը, որտեղ նա հիշատակվում էր։ Տղամարդը դուրս եկավ առանց մի բառ ասելու, իմանալով, որ խուսափել է ավելի վատ հետանքներից։ Երբ տունը վերջապես ազատվեց նրանցից, ովքեր թունավորել էին նրա միջավայրը, Էդուարդը իրեն թույլ տվեց մի պահ շունչ քաշել։ Բայց հանգստի ժամանակ չկար։ Պետք էր գտնել Գաբրիելին։ Պետք էր ներողություն խնդրել։ Հովակիմն արդեն կապվել էր հացի փռի տատիկ Իրինայի հետ։ Հենց նա էր հաստատել, որ տղան վերադարձել է իր ստվարաթղթե տուփի մոտ, հրաժարվում է խոսել որևէ մեկի հետ, օրերն անցկացնում է լռության մեջ, նայելով դատարկությանը։ Ձեր կինը անհանգստացած էր։ Երբեք Գաբրիելին այդքան կոտրված չէր տեսել։ Արդեն գիշեր էր, երբ Էդուարդն ու Հովակիմը հասան Դավթաշեն։ Գործարարը պնդեց, որ իջնի հաշմանդամի սայլակից հենվի վարորդին։ Ուզում էր դա անել ոտքի վրա, նույնիսկ եթե դժվար էր, նույնիսկ եթե ոտքերը հազիվ էին ենթարկվում։ Դա հարգանքի հարց էր։ Նրանք գտան Գաբրիելին հացի փռի հետ նաբակում, նստած իր տուփի կողքին, ծնկները գրկած։ Նույնիսկ հեռվից Էդուարդը կարող էր տեսնել, որ տղան փոխվել է։ Այն լույսը, որը միշտ փայլում էր նրա աչքերում, հանգել էր։ Գաբրիել, կանչեց Էդուարդը խեղդուկ ձայնով։ Տղան դանդաղ բարձրացրեց գլուխը։ Երբ տեսավ, թե ով է, շրջեց դեմքը, հրաժարվելով նայել։ Գնացեք։ Չեմ ուզում ձեզ հետ խոսել։ Յուրաքանչյուր բառը դանակի հարվածի պես էր Էդուարդի սրտին։ Բայց նա արժանի էր դրան։ Արժանի էր այդ մերժման յուրաքանչյուր գրամին։ Գաբրիել, խնդրում եմ։ Պետք է քեզ հետ խոսեմ։ Ես ճշմարտությունը պարզեցի։ Ամեն ինչի մասին։ Կարո՞ր չէ, մրմնջաց տղան անկենդան ձայնով։ Դուք արդեն որոշել եք, որ ես վատն եմ։ Այլս հետդարձի ճանապարհ չկա։ Էդուարդը զգաց, որ ոտքերը թուլանում են, Հովակիմի օգնությամբ կարողացավ ծնկի իջնել հենց այնտեղ, նրբանցքի կեղտոտ գետնին։ 63-ամյա մի գործարար, որը միլիոններ արժեր, ծնկի իջած կեղտի մեջ, ներողություն խնդրելով 7-ամյա տղայից։ Դու ճիշտ ես։ Հետդարձի ճանապարհ չկա նրա համար, ինչ ես արել եմ։ Ես չեմ կարող վերացնել այն ցավը, որը պատճառել եմ։ Բայց կարող եմ քեզնից ներողություն խնդրել։ Կարող եմ ասել, որ պարզեցի, որ ամեն ինչ սուտ էր, որ իմ զարմուհին էր ամեն ինչ սարքել, որ դու միշտ անմեղ ես եղել։ Գաբրիելը վերջապես նայեց նրան, Էդուարդը տեսավ տղայի նիհար դեմքով հոսող արցունքները։ Ինչու՞ դուք նրան հավատացիք, իսկ ինձ ոչ։
Ես երբեք ձեզ չեմ ստել։ Երբեք։ Գաբրիելի կոտրված ձայնը միլիոնավոր կտորների բաժանեց Էդուարդի սիրտը։ Որովհետ ես հիմար եմ։ Մի դառնացած ծերունի, որն այնքան երկար ժամանակ դավաճանվել է, որ մոռացել է, թե ինչպես ճանաչել ճշմարտությունը, երբ այն հենց իր առջև է։ Դու ինձ անկեղծ բարություն առաջարկեցիր, ես դա աղբը նետեցի։ Ներիր ինձ, Գաբրիել։ Խնդրում եմ, ներիր ինձ։ Տղան երկար րոպեներ լուռ մնաց։ Էդուարդը մնաց ծնկաչոք, չմտածելով ոտքերի ցավի, գետնի սառնության, ոչ մի բանի մասին, բացի այդ երեխայի ներողամտությունը ստանալուց, որին այդքան խորը վիրավորել էր։ Պապիկ Վարդանն էր, կույր ծերունին, որը մոտակայքում նստած էր, որ կոտրեց լռությունը։ Գաբրիել տղա, թույլ մի տուր, որ սիրտդ կարծրանա։ Մայրդ դա չէր ուզենա։ Եվ ինչպես պատվար, որը ճեղքվում է, Գաբրիելը հեկեկոցների մեջ խորտակվեց։ Վազեց դեպի Էդուարդը, նետվեց նրա գիրկը, լաց լինելով այնպես, ինչպես չէր լացել մոր մահից հետո։ Էդուարդը ամուր գրկեց նրան, իր սեփական արցունքները թրջում էին տղայի մազերը։ Ես կվերադառնամ, շշնջաց Գաբրիելը հեկեկոցների միջով։ Բայց միայն եթե մի բան խոստանաք։ Ամեն ինչ։ Խոստացեք, որ այլս երբեք թույլ չեք տա, որ մարդկանց չարությունը ավելի բարձր խոսի, քան այն բարությունը, որը գոյություն ունի ձեր ներսում։ Էդուարդը սեղմեց գրկախառնությունը, զգալով, թե ինչպես է իր կրծքի ներսում մի բան բուժվում։ Մի բան, որը տարիներ շարունակ կոտրված էր, որը միայն այդ տղան կարող էր նորոգել։ Խոստանում եմ։ Իմ սրտի խորքից խոստանում եմ։ Եվ հենց այդ պահին Գաբրիելին գրկած սիրտը վերջապես իսկապես բաց, Էդուարդը զգաց։ Այն ծանոթ ջերմությունը, որը ճանաչել էր տղային առաջին անգամ դիպչելիս, բայց այժմ 1000 անգամ ավելի ուժեղ։ Այն բարձրացավ ձեռքերով, անցավ մարմնով, իջավ ոտքերով, որպես մաքուր էներգիայի ալիք։ Երբ Գաբրիելը հեռացավ, դեմքը սրբելու, Էդուարդը մի արտասովոր բան զգաց։ Նրա մկանները արձագանքեցին։ Ոտքերը, որոնք թույլ մեռած էին, հանկարծ կյանքի եկան։ Առանց մտածելու, առանց պլանավորելու, Էդուարդը պարզապես վեր կացավ։ 10 տարվա մեջ առաջին անգամ մենակ ոտքի կանգնեց։ Հովակիմը լայն բացեց աչքերը, տատիկ Իրինան, որը հետում էր հացի փռի պատուհանից, ձեռքը տարավ բերանին շոկի մեջ, պապիկ Վարդանն ու տատիկը դադարեցրին այն, ինչ անում էին։ Գաբրիելը զարմացած վեր նայեց, տեսավ Էդուարդին, իր առջ կանգնած։ Դուք ոտքի վրա եք, շշնջաց տղան, հիացած։ Էդուարդը նայեց սեփական ոտքերին, կարծես դրանք ուրիշինը լինեին։ Մի վարանոտ քայլ արեց։ Հետո մյուսը։ Եվ մյուսը։ Շուտով նա քայլում էր, իսկապես քայլում էր, առանց որևէ մեկի օգնության։ Դրանք կատարյալ կամ ամուր քայլեր չէին, բայց քայլեր էին։ Շարժում էին։ Կյանք էին։ Նորից ծնկի իջավ, այս անգամ ոչ թե ծանրությունից, այլ հուզմունքից, նորից գրկեց Գաբրիելին։ Դու ինձ բուժեցիր, տղաս։ Ոչ միայն իմ ոտքերը։ Դու իմ հոգին բուժեցիր։ Հաջորդ շաբաթներին Սարգսյանների առանձնատունը լիովին փոխվեց։ Գաբրիելը վերադարձավ իր սենյակ, բայց այս անգամ այն վստահությամբ, որ այլս երբեք դուրս չի արվի։ Էդուարդը սկսեց պաշտոնական որդեգրման իրավական գործընթացը, երաշխավորելով, որ տղան օրենքի առաջ պաշտոնապես իր որդին կլինի։ Տատիկ Իրինային հրավիրեցին ապրելու առանձնատանը, զբաղեցնելով առաջին հարկի ընդարձակ սենյակը։ Նա Ռոզաննան դարձան անբաժան ընկերուհիներ, միասին հոգ տանելով Գաբրիելի տան մասին։ Հովակիմը նշանակվեց գույքի ընդհանուր կառավարիչ, աշխատավարձով արտոնություններով, որոնք արտացոլում էին նրա տասնամյակների հավատարմությունը։ Ինչ վերաբերում է Մոնիկային, Էդուարդը որոշեց նրան քրեական պատասխանատվության չենթարկել։ Բավարար էր սպառնալիքը այն վստահությունը, որ նա լիովին դուրս է կտակից։ Նա տեղափոխվեց գյուղ, այլս երբեք չփորձեց կապ հաստատել։ Բայց ամենամեծ փոխակերպումը կառուցվածքային չէր։ Այն Էդուարդի սրտում էր։ Գործարարը, որը տարիներ շարունակ դառնացած միայնակ էր եղել, նոր նպատակ գտավ։ Այլս չէր ուզում պարզապես հարստություն կուտակել։ Ուզում էր իրական փոփոխություն մտցնել մարդկանց կյանքում։ Գաբրիելն էր, որ առաջարկեց գաղափարը մի կիրակի առավոտ, երբ միասին սուրճ էին խմում։ Պարոն Էդուարդ, փողոցներում ինձ նման շատ երեխաներ կան։ Մրսում են, սոված են, ոչ ոք չկա, որ հոգ տանի նրանց մասին։ Մենք չէինք կարող մի բան անել օգնելու համար։
Էդուարդը նայեց այդ տղային, որը նույնիսկ այդքան տառապելուց հետո դեռ մտածում էր ուրիշների մասին, հստակ իմացավ, թե ինչ պետք է անի։ Հաջորդ ամիսներին նա սկսեց փողոցային իրավիճակում հայտնված երեխաների համար ապաստարանի նախագիծը։ Դա պարզապես ապաստարան չէր լինելու։ Դա լինելու էր փոխակերպման վայր։ Արժանապատիվ սենյակներով, որակյալ կրթությամբ, հոգեբանական աջակցությամբ, սննդարար սնունդով, արվեստի երաժշտության արհեստանոցներով, ամենից վեր, սիրով հարգանքով։ Գաբրիելն ակտիվորեն մասնակցում էր պլանավորմանը։ Առաջարկեց մեծ պատուհաններ, որովհետև փողոցի երեխաները լույսի հույսի կարիք ունեն։ Խնդրեց համայնքային բանջարանոց, որովհետև սնունդ աճեցնել սովորեցնելը պատասխանատվության հպարտության զգացում է տալիս։ Ուզեց բաց խոհանոց, որտեղ երեխաները կարող էին սովորել խոհարարություն զգալ սիրով պատրաստվող ուտելիքի բույրը։ Կենտրոնը անվանակոչվեց Լուսինե Սարգսյան ինստիտուտ՝ ի պատիվ Գաբրիելի մոր։ Բացմանը հարյուրավոր մարդիկ ներկա գտնվեցին։ Քաղաքական գործիչներ, գործարարներ, սովորական մարդիկ, որոնք ուզում էին իրենց ներդրումն ունենալ։ Բայց ժապավենը կտրեց Գաբրիելը Էդուարդի կողքին, որն այժմ քայլում էր ընդամենը մեկ ձեռնափայտի օգնությամբ։ Ապաստանած երեխաների առաջին խմբի մեջ էին պապիկ Վարդանն ու տատիկը։ Նրանք ստացան հարմարեցված տնակ ինստիտուտի հետնամասում, որտեղ կարող էին ապրել արժանապատվորեն, ստանալով բժշկական բուժում աջակցություն։ Ժամանակի ընթացքում Էդուարդը լիովին ապաքինվեց։ Ինտենսիվ ֆիզիոթերապիան, զուգորդված նորացված կամքի ուժով Գաբրիելի այն խորհրդավոր շնորհով, նրան վերադարձրին լիարժեք շարժունակություն։ Վերադարձավ աշխատանքի, բայց այժմ նրա բիզնեսները այլ նպատակ ունեին։ Իր ընկերությունների շահույթի կեսն ուղղվում էր սոցիալական նախագծերին։ Լուսինե Սարգսյան ինստիտուտը ընդլայնվեց։ Սկզբում Երանի այլ թաղամասեր, հետո մարզի այլ քաղաքներ, ի վերջո Հայաստանի այլ մարզեր։ Յուրաքանչյուր մասնաճյուղ հետում էր սիրո, հարգանքի արժանապատվության նույն մոդելին, որը Գաբրիելն օգնել էր ստեղծել։ Գաբրիելը մեծացավ այդ միջավայրում, շրջապատված սիրով նպատակով։ Էդուարդը երբեք թույլ չտվեց, որ տղան փչանա հարստությունից։ Նրան սովորեցրեց աշխատանքի, ազնվության կարեկցանքի արժեքները։ Տղան սովորում էր լավ դպրոցներում, բայց երբեք չմոռացավ, թե որտեղից է եկել։ Պարբերաբար այցելում էր ինստիտուտ, զրուցում երեխաների հետ, կիսվում իր պատմությամբ։ Երբ 18 տարեկան դարձավ, Գաբրիելը որոշում ուներ կայացնելու։ Էդուարդն առաջարկեց նրան դնել ընտանեկան բիզնեսների ղեկին, դարձնել ֆինանսական կայսրության ժառանգ։ Բայց երիտասարդն այլ պլաններ ուներ։ Հայրիկ, ասաց նա, Էդուարդն այժմ պաշտում էր, երբ իրեն այդպես էին դիմում, ես ուզում եմ սովորել սոցիալական աշխատանք։ Ես ուզում եմ ուղղակիորեն աշխատել ինստիտուտի երեխաների հետ։ Փողը կարևոր է, բայց դա չէ, որ փոխելու է աշխարհը։ Մարդիկ են, որ փոխում են աշխարհը, մի կյանքը միանգամից։ Էդուարդը գրկեց որդուն, որին ճակատագիրն էր նրան տվել, հպարտությամբ ժպտաց։ Այն 7-ամյա տղան, որին գտել էր մանր դրամ խնդրելիս, դարձել էր սկզբունքային տղամարդ, պահպանելով սրտի մաքրությունը նույնիսկ այն ամենից հետո, ինչի միջով անցել էր։ Տարիների ընթացքում Գաբրիելի Էդուարդի պատմությունը Երանում լեգենդար դարձավ։ Թերթերը հոդվածներ հրապարակեցին, հեռուստահաղորդումները հատուկ ռեպորտաժներ արեցին, գրքեր գրվեցին այն տղայի մասին, որը բուժեց մի գործարարի, այն գործարարի, որը նորից սովորեց սիրել։ Բայց երկուսի համար իսկական պատմությունը երբեք ֆիզիկական հրաշքների մասին չէր։ Այն հոգու բուժման մասին էր։ Այն մի ծերունու մասին էր, որը սովորեց, որ արժե նորից վստահել։ Այն մի տղայի մասին էր, որը բացահայտեց, որ բարությունը թուլություն չէ, այլ ուժ։ Այն երկու միայնակ մարդկանց մասին էր, որոնք ընտանիք գտան ամենաանսպասելի վայրում։ Լուսինե Սարգսյան ինստիտուտը ի վերջո դարձավ խոցելի իրավիճակում գտնվող երեխաների ապաստանի վերականգնման ոլորտում ազգային չափանիշ։ Հանրային քաղաքականություններ ստեղծվեցին, հիմնված նրա մոդելի վրա։ Այլ կազմակերպություններ կրկնօրինակեցին նրա պրակտիկան։ Հազարավոր կյանքեր փոխվեցին։ Էդուարդը արդեն առաջացած տարիքում սովորություն ուներ երեկոյան նստել ինստիտուտի այգում, հետելով երեխաների խաղին։ Ոմանք վազում էին, ոմանք գնդակ էին խաղում, շատերը բարձր ծիծաղում էին այն ազատ երջանիկ ձով, որով միայն երեխաներն են կարողանում ծիծաղել։ Եվ նա մտածում էր, թե որքան դատարկ էր իր կյանքը, մինչ Գաբրիելի հայտնվելը։ Գաբրիելը, այժմ արդեն մեծահասակ, ամուսնացած սեփական երեխաներով, շարունակում էր իր կյանքը նվիրել ինստիտուտին։
Նրա երեխաները մեծացան այնտեղ, սովորելով նույն արժեքները, որոնք պապիկ Էդուարդը տատիկ Լուսինեն, որին նա ճանաչում էր միայն պատմություններով, սովորեցրել էին։ Մի կիրակի օր Էդուարդը խնդրեց, որ Գաբրիելն իրեն նստեցնի այգու մոտ։ Նրա առողջությունը փխրուն էր, բայց աչքերը դեռ փայլում էին այն կյանքով, որը Գաբրիելը նրան վերադարձրել էր տասնամյակներ առաջ։ Դու գիտես, որ այն օրն ինձ փրկեցիր, այնպես չէ, ասաց Էդուարդը, բռնելով Գաբրիելի ձեռքը։ Մենք իրար փրկեցինք, հայրիկ։ Դու ինձ տուն տվեցիր։ Ես քեզ հույս տվեցի։ Արդար փոխանակում էր։ Էդուարդը ժպտաց։ Ոչ։ Դու ինձ շատ ավելին տվեցիր։ Դու ինձ նպատակ տվեցիր։ Դու ինձ սովորեցրիր, որ երբեք ուշ չէ նորից սկսել, ընտրել բարությունը դառնության փոխարեն։ Դու ինձ սովորեցրիր, որ իսկական հրաշքները գերբնական ուժերից չեն գալիս։ Դրանք գալիս են փոքր փաթեթներով, մաքուր սրտով երեխայի ձեռքերում մի մարդու երկրորդ հնարավորության մեջ, որը նորից սովորեց սիրել։ Արցունքները հոսեցին Գաբրիելի դեմքով։ Գրկեց այն մարդուն, որը շատ ավելին էր եղել, քան հայր, եղել էր նրա լավագույն ընկերը, նրա գործընկերը աշխարհն ավելի լավը դարձնելու առաքելության մեջ։ Շնորհակալ եմ, որ հավատացիր ինձ, հայրիկ։ Նույնիսկ այն ամենից հետո։ Շնորհակալ եմ, որ ներեցիր ինձ, որդիս։ Նույնիսկ երբ ես արժանի չէի։ Երկուսը մնացին այնտեղ նստած այգում, լսելով երեխաների ծիծաղը, զգալով Երանի մեղմ զեփյուրը, իմանալով, որ իրենք կատարել են իրենց նպատակն այս կյանքում։ Նրանք ցավը վերածել էին սիրո, միայնությունը, ընտանիքի, հուսահատությունը, հույսի։ Առանձնատունը, որը նախկինում մարմարե տխրության բանտ էր, այժմ լի էր կյանքով։ Այն վերածվել էր թանգարանի կրթական կենտրոնի, պատմելով փողոցի տղայի հաշմանդամի սայլակին գամված գործարարի միջ այդ անհավանական հանդիպման պատմությունը։ Այցելուներ էին գալիս ամբողջ Հայաստանից, ծանոթանալու այն վայրին, որտեղ ամեն ինչ սկսվեց, ոգեշնչվելու, հավատալու, որ հրաշքները դեռ տեղի են ունենում։ Գաբրիելը նայեց հորը, խաղաղության ժպիտ տեսավ նրա կնճռոտ դեմքին։ Եվ հասկացավ, որ դա էր այն իսկական ժառանգությունը, որը նրանք կթողնեին։ Ոչ թե շենքերը, ոչ թե փողը, ոչ թե հաստատությունները։ Ժառանգությունը կենդանի ապացույցն էր, որ սերը կարող է բուժել ցանկացած վերք, որ բարությունը կարող է հաղթել ցանկացած չարության, որ երբեք ուշ չէ ընտրել լինել ավելի լավ մարդ։ Եվ մինչ արը մայր էր մտնում Երանի վրա, երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն, Էդուարդն ու Գաբրիելը մնացին միասին, հայր-որդի ոչ թե արյունով, այլ ընտրությամբ, իմանալով, որ իրենց կյանքերը միահյուսվել են ավելի մեծ նպատակի համար։ Նրանք աշխարհին սովորեցրին, որ ամենամեծ հրաշքները անհնարին սքանչելիքներով փաթաթված չեն գալիս։ Դրանք գալիս են փոքր փաթեթներով, մաքուր սրտով երեխայի ձեռքերում մի մարդու երկրորդ հնարավորության մեջ, որը նորից սովորեց սիրել։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Գաբրիելի Էդուարդի պատմությունը խորապես հուզեց ձեր սիրտը։ Եթե դուք հուզվել եք ներման քավության իսկական սիրո այս ճամփորդությունից, հավանեք, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե որ պահն ամենաշատը հուզեց ձեր հոգին։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի ինտենսիվ փոխակերպող պատմություններ, որոնք բացահայտում են մարդկության ամենագեղեցիկ ճշմարիտ կողմը։ Պատմություններ, որոնք մեզ հիշեցնում են, որ միշտ հույս կա, միշտ նորից սկսելու հնարավորություն կա, որ սերը գոյություն ունեցող ամենահզոր ուժն է։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը ձեզ կստիպի հավատալ մարդկային բարության ուժին։ Մինչ շուտով։